Ժամկետային զինծառայության ժամկետը կրճատվում է հունվարի 1-ից։ Ադրբեջանը վերացրել է Հայաստան-Բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը 2 ամսով կալանավորվել է։ Ղուկասյանի կալանքի մասին դատալսումներն ավարտվել են գրեթե լուսադեմին։ Եկեղեցում տիրող վարք ու բարքի մասին հանրայնացնելուց հետո կարգալույծ է հռչակվել Տեր Արամ Քահանա Ասատրյանը։ Բարի օր, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, ուղիղ եթերում մեկնարկում ենք կարևոր թեմաների քննարկումը։ Եվ այսպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ժամկետային զինվորական ծառայության ժամկետը 2 տարվա փոխարեն սահմանվել է 1.5 տարի, որոշումն ուժի մեջ է մտնում 2026-ի հունվարի 1-ից։ Սիրելի հայրենակիցներ, վստահաբար տեղյակ եք, որ Պաշտպանության նախարարը խորհրդարանական գործընկերների հետ քննարկումների արդյունքում օրենսդրական նախաձեռնություն էր դրել շրջանառության մեջ, որով առաջարկում էր Հայաստանում ժամկետային զինվորական ծառայության ժամկետը 2 տարվա փոխարեն սահմանել 1.5 տարի։ Ի սկզբանե նախատեսված էր, որ այս կարգավորումը ուժի մեջ մտնի 2026 թվականի ամառային զորակոչից, բայց այսօր քննարկում եմ ունեցել Պաշտպանության նախարարի հետ, նախորդող շրջանում խորհրդարանական գործընկերների հետ եւ որոշել ենք, որ օրենքը ավելի շուտ ուժի մեջ մտնի 2026 թվականի հունվարի 1-ից, այսինքն 2026 թվականի հունվարի 1-ից ձմեռային զորակոչից Հայաստանում ժամկետային զինծառայությունը 2 տարվա փոխարեն կլինի 1.5 տարի։ Շնորհակալություն եւ բարի ծառայություն եմ մաղթում մեր բոլոր զինվորներին։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով հոկտեմբերի 21-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի գլխավորած պատվիրակությունը։ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում վերացական պատվիրակությանն ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Ադրբեջանը վերացրել է Հայաստան-Բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, որոնք գործել են հակամարտության սկզբից սկսած, եւ առաջին նման տարանցիկ բեռը ղազախական հացահատիկի խմբաքանակն է եղել դեպի Հայաստան, հայտարարել է Իլհամ Ալիևը Աստանայում Ադրբեջանի եւ Ղազախստանի նախագահների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Կարծում եմ, որ սա նաեւ ցուցիչ է այն բանի, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղությունը այլևս ոչ միայն թղթի վրա է, այլև գործնական փուլում, հավելել է Ալիևը։ Ադրբեջանի նախագահն Աստանայում կայացած Ադրբեջան-Ղազախստան միջպետական բարձրագույն խորհրդի երկրորդ նիստում հայտարարել է, որ վերջին բախումներից 2 տարի չանցած Հայաստանը եւ Ադրբեջանը քաղաքական կամքի բարձր մակարդակ են ցուցաբերում եւ իհարկե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացում արժանի է ամենաբարձր գնահատականին։ Գագաթաժողովը, որը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, ըստ էության վերջ դրեց բազմամյա հակամարտությանը եւ զարգացման մեծ հեռանկարներ է բացում, այդ թվում լայն տարածաշրջանային համատեքստում Եվրասիական մայրցամաքում, հայտարարել է Ալիևը։ Ադրբեջանի նախագահի հայտարարությանն արձագանքել է Հայաստանի վարչապետի խոսնակը։ Հայաստանը ողջունում է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը դեպի Հայաստան-Բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին։ Այս քայլը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, փոխվստահության ամրապնդման եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման գործում Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին համահունչ, ասել է Նազելի Բաղդասարյանը։ Իսկ Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը։ Ղազախստանի նախագահ Տոկաևն էլ նշել է, ցանկանում եմ նշել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման մասին հռչակագրի պատմական նշանակությունը։ Ինչպես ասել է Դոնալդ Թրամփը, դուք գտնվելով շատ ուժեղ դիրքերում, այնուամենայնիվ գնացիք նման չափազանց կարևոր փաստաթղթի ստորագրմանը, ասել է Տոկաևը Ալիևին։ Իսկ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ընդունել է Ադրբեջանի նախագահի սահմանի եւ Կասպից ծովի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովին։ Ըստ իրանական ԶԼՄ-ների Արաղչին հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության կամքն է զարգացնել ու ընդլայնել համակողմանի հարաբերությունները Ադրբեջանի հետ ու վերացնել այդ գործընթացում արկա ցանկացած խոչընդոտ։ Նախարարը նշել է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, կայունության, ռազմավարական կարևորությունը Իրանի
եւ ողջ տարածաշրջանի համար։ Նա ընդգծել է Իրանի սկզբունքային դիրքորոշումը երկրների տարածքային ամբողջականությունը եւ ազգային ինքնիշխանությունը հարգելու, աշխարհաքաղաքական փոփոխությունները կանխելու եւ վեճերը լուծելու համար դիվանագիտական միջոցներ օգտագործելու անհրաժեշտության վերաբերյալ։ Հույս են հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ տարածաշրջանում կհաստատվի խաղաղություն եւ անվտանգություն։ Իդեպ այսօր ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ առաջիկայում տեղի կունենա հայ-թուրքական միջգերատեսչական հանդիպում Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման ու վերագործարկման հարցով։ Ռուբինյանը հավելել է, որ հանդիպումը տեղի է ունենալու տեխնիկական հարցերի քննարկման համար։ Իսկ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներում 2023 թվականի սեպտեմբերին ընդամենը մի քանի օրվա ընթացքում ավելի քան 100,000 հայ տեղահանվեց Ղարաբաղից գալով Հայաստան։ 3 միլիոն բնակչություն ունեցող պետության համար սա կարողությունների եւ դիմակայունության լուրջ փորձություն էր, ասել է նա։ Որ Ադրբեջանում պահվող անձանց հարցը դեռևս լուրջ մարդասիրական խնդիր է, որը պետք է լուծում գտնի։ Մենք ցկտում ենք գերեվարված անձանց հնարավորինս շուտ ազատ արձակմանը եւ վերամիավորմանը իրենց ընտանիքների հետ։ Մեկ այլ կարևոր հումանիտար առաջնահերթություն է բազմաթիվ անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանումը։ Մենք գիտենք, որ Հայաստանը միայնակ չէ ավելի մարդասիրական աշխարհ կառուցելու պայքարում։ Ուկրաինայից մինչև Գազա, Սուդանից մինչև Հայիթի։ Մեր աչքերի առջև տեղի են ունենում մարդասիրական ճգնաժամեր։ Քաղաքացիական անձիկ, կանայք, երեխաներ, տարեցներ շարունակում են կրել տառապանքի բեռը։ Այս ողբերգությունները մեզ համար անհապաղ հիշեցում են այն մասին, որ մեր պարտականությունը մարդկային արժանապատվության պաշտպանությունն է։ Մենք հավատում ենք, որ մարդու իրավունքները համընդհանուր են, եւ որպես այդպիսին, դրանց պաշտպանությունը երբեք չպետք է ընտրողական լինի։ Գործընկերներ, դասերը հստակ են։ Երկխոսությունն ու խաղաղությունը պետք է փոխարինեն անհամաձայնությանը եւ պատերազմին։ Կարեկցանքը, այլ ոչ թե անգործությունը պետք է ուղղորդի մեր գործողությունները։ Այս սկզբունքների պահպանումը մեր համատեղ պատասխանատվությունն է։ Շնորհակալություն։ Այնուհետև Ժնևում հանդիպել են Ալեն Սիմոնյանը եւ Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան, կողմերը ընդգծել են կառուցողական երկխոսությունը շարունակելու կարեւորությունը։ Ըստ Հայաստանի ազգային ժողովի քննարկումների ընթացքում խոսնակները ողջունել են Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններն ու հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Զրուցակիցները ընդգծել են կառուցողական երկխոսությունը շարունակելու կարեւորությունն ու պատրաստակամություն հայտնել աջակցելու խորհրդարանական մակարդակում վստահության ամրապնդման ուղղված քայլերի իրագործմանը։ Իսկ աշխատանքային այցով Լյուքսեմբուրգում գտնվող արտգործնախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրոպական միության կողմից կազմակերպված միջտարածաշրջանային անվտանգություն եւ փոխկապակցվածություն թեմայով նախարարական հանդիպմանը։ Նախարարական հանդիպման շրջանակներում կայացած Սևծովյան տարածաշրջանում անվտանգություն, կայունություն եւ դիմակայունություն թեմայով քննարկմանը նախարար Միրզոյանը հանդես է եկել ելույթով։ Նախարարը մասնավորապես նշել է, որ 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ պատմական իրադարձություն։ Հայաստանի եւ Ադրբեջանի ու Միացյալ Նահանգների ղեկավարները ստորագրեցին արդեն լայնորեն հայտնի դարձած համատեղ հռչակագիրը, իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը նախաստորագրվեց եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի ու իմ կողմից։ Այսպիսով խաղաղությունը հաստատված է եւ 3 առաջնորդներն արտահայտել են այն ամրապնդելու ամուր հանձնառություն։ Սա ամուր հիմք է ստեղծում թշնամության էջը փակելու եւ փոխադարձ հարգանքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության վրա հիմնված բարիդրացիական հարաբերությունների նոր դարաշրջան բացելու համար ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան։ Հետագա ճանապարհը գործընթաց է, որը պահանջում է համբերություն, հոգատարություն, գործնական հարցերի հասցեագրում եւ փոխադարձ վստահության ամրապնդում։ Հայաստանը բարեխղճորեն ներգրավված է հակադրությունը կառուցողական ներգրավվածության եւ համագործակցության վերածելու գործում։ Հարգելի գործընկերներ, պատմությունը մեզ կարևոր դասեր է տալիս։ Եվրոպական միությունը ծնվել է պատերազմի մոխրից կառուցված այն տեսլականի վրա, որ ընդհանուր տնտեսական շահերը նախ ածխի եւ պողպատի ոլորտներում կարող են դարձնել ապագա հակամարտությունը իռացիոնալ։ Գտնվելով խաչմերուկում Հայաստանը կարող է վճռորոշ դեր խաղալ
Արևելյան Եվրոպան, Հարավային Կովկասը եւ Կենտրոնական Ասիան կապող շղթայում։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, որի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել օգոստոսի 8-ին, կնպաստի փոխշահավետ տրանսպորտային կապերի զարգացմանը, ներառյալ Հայաստանի խաղաղության խաչմերուկ ծրագիրը եւ դրա անբաժանելի մասը Trip ուղին, Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման Հայաստանում, որոնք բոլորը գործելու են պետությունների լիակատար ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության ներքո։ Ամրապնդելով այս շղթան, մենք կարող ենք ամրապնդել փոխադարձ վստահությունը, փոխկապակցվածությունը եւ կայուն աճը, ինչպես որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ձևակերպեց Եվրամիություն Կենտրոնական Ասիա գագաթաժողովում, Հայաստանի սահմանների բացումը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ լինելու է խաղի կանոնները փոխող իրադարձություն։ Արարատ Միրզոյանի ելույթը միշտ տարածաշրջանային անվտանգություն եւ փոխկապակցվածություն թեմայով հանդիպմանն էր։ Նախարարի խոսքով Հարավային Կովկասում անվտանգության եւ կայունության այս նոր շրջանը առավել ամրապնդվում է Հայաստանի երկրի դիմակայունությունը առավել ամրապնդելու հանձնառությամբ ու Եվրոպական միության հետ մեր գործընկերությունը կենտրոնական դեր ունի այս ջանքերում։ Հայաստան-Եվրամիություն երկկողմորակարգում մենք ավելացրել ենք անվտանգության նշանակալի բաղադրիչ մեր հարաբերությունները քաղաքական ու տնտեսական համագործակցության շրջանակներից ընդլայնելով ռազմավարական գործընկերության հարթություն, ասել է նա։ Եվ այժմ կզրուցեմ Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Մելիքյան, նախ սկսենք նրանից, որ Ադրբեջանը վերացրել է Հայաստան-Բեռների տարանցման բոլոր սահմանափակումները եւ ինչպես նշեցի, արդեն իսկ ղազախական հացահատիկի առաջին խմբականակն է մուտք գործելու Հայաստան։ Ընդհանուր ձեր դիտարկումները այս համատեքստում նաեւ ինչու ես նյութի մեջ փոխկապակցեցի նաև Եվրամիությունում տեղի ունեցող քննարկումները, հա, փոխկապակցություն մեծ տարածաշրջանում եւ այլն, եւ այդտեղ Հայաստանի մասնակցությունը։ Նախ որպես խորհրդանշական նշան Ադրբեջանի կողմից այս սահմանափակումների վերացման եւ ավելի մեծ տարածաշրջանի փոխկապակցվածության տեսանկյունից, հա, Հայաստանի հնարավորությունների մասին նախ խոսենք։ Կարծես թե օգոստոսի 8-ը սկսում է առարկայանալ, հա, որքան էլ այն շատերը համարում են, այսպես ասենք, դեկլարատիվ, ինչ որ հռչակագրային մի բան։ Դե տեսնում ենք, որ այս ուղղությամբ ինչ-որ շարժ կա, եւ խաղաղության հաստատման վերաբերյալ պնդումները դեռևս վաղաժամ են, որտեղ իրականում պայմանագիր գոյություն չունի։ Կա նախաստորագրված փաստաթուղթը, որի ստորագրումը հետաձգված է եւ հետաձգված է առայժմ անորոշ ժամանակով, առնվազն մինչեւ Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները։ Հիմա զուգահեռենք երկու փաստ։ Փաստորեն համարյա միաժամանակ Ալիև հռչակում է Հայաստան դեպի տարանցումը ազատականացնելու մասին իր վերաբերմունքը եւ որպես փաստ նշում է, որ արդեն իսկ առաջին գնացքը ղազախական ծորենով Ադրբեջանի տարածքով Վրաստանով հասնելու է Հայաստան, այսինքն դեպի Հայաստան Բեռների տարանցման արգելքը հանված է։ Միաժամանակ վարչապետ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանում զինվորական ծառայությունն է կրճատվում կես տարով, ինչ նշանակում է, որ ես այդպես եմ ամենայն տեսնում, որ նաև բանակի ընդհանուր թիվն է զորակոչիկների ընդհանուր թիվն է բանակում կրճատվելու, սա էլ Հայաստանի կողմից արված քայլ է։ Բայց պայմանագրայիններ են ավելացնում։ Դե պայմանագրայինները արդյոք նույն քանակությամբ է լինելու մեկ, երկրորդը պայմանագրայինները այնուամենայնիվ դեռևս պրոֆեսիոնալ բանակ չեն, երկուս եւ պայմանագրայինները չգիտեմ որքան արագ կինտեգրվեն բանակային համակարգում 3։ Այսինքն այստեղ հարցեր կան։ Այսինքն ժամկետի կրճատումը Հայաստանի կողմից քայլ է, որպեսզի Ադրբեջանը հանի սահմանափակումները։ Բոլոր դեպքերում կարծես թե պատասխան է կամ զուգահեռ մի քայլ է, որը ցույց է տալիս Հայաստանի իշխանությունների խաղաղասիրությունը։ Նույնը վերաբերում է Հայաստանի ռազմական բյուջեին, որը կարծես նույնպես պետք է կրճատվի։ Ու բավական զգալիորեն։
Մինչդեռ բոլորը իրենց ռազմական բյուջեները մեր շրջապատում ավելացնում են, բայց Ադրբեջանն էլ էր կրճատում արդեն մինչև 2028 թիվ։ Բոլոր դեպքերում մեր պարագայում դա մի քիչ ուրիշ տեսք ունի, Ադրբեջանի պարագայում ուրիշ։ Հա, այսինքն համահունչ չեն միևնույն։ Դե բնական է, իհարկե դա համեմատելու բան չէ, հատկապես եթե հաշվի առնենք, որ ընդհանրապես աշխարհում միլիտարիզմը գլուխ է բարձրացնում։ Եվ ամենուրեք աճում է զենքի արտադրությունը եւ զենքի գնման կոնտրակտներն են շատանում։ Բացի այդ ուզում եմ նշեմ, որ նաև այս իրադարձությունները տեղի ունեցան, այսինքն Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների այս քայլերը տեղի ունեցան Ադրբեջանում խռովություն կանխելու եւ Հայաստանում որոշակի պետություն եկեղեցի Երևան Գյումրի դիմակայության խորացման ֆոնին։ Ինչով են դրանք փոխկապակցված։ Փոխկապակցված են նրանով, որ ներքին դժվարությունները ստիպում են երկրների ղեկավարներին միմյանց ընդառաջ քայլեր կատարել, որպեսզի ներքին մթնոլորտը այդ առումով հանդարտվի։ Այսինքն մեծ հաշվով իհարկե աշխարհում չփոխկապակցված շատ քիչ իրադարձություններ եւ դեպքեր կան, եթե խոսքը վերաբերում է երկկողմ եւ բազմակողմ հարաբերություններին։ Հիմա ամենագլխավորին անդրադառնանք մեծ տարածաշրջանի ձևավորման հեռանկարներին։ Հայաստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի միջև կոմունիկացիաների բացման գործընթացը իհարկե այս առումով որոշակի հույսեր են ներշնչում, բայց դրանք տեղային գործընթացներ են, որոնք սպասարկելու են մի քանի պետությունների առաջնային շահեր, այդ թվում նաև Հայաստանինը, բայց աշխարհում տեղի ունեցող գլոբալ զարգացումները այդ առումով լավատեսության հիմքեր դեռևս չեն տալիս։ Հիմա օրինակ Իսրայելում կարծես թե ամերիկյան կողմի նախաձեռնությամբ որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերվեցին խաղաղ, որոնք երաշխավորում էին պաղեստինցի արաբների Գազայում իրենց նախկին բնակավայրերը վերադառնալու հնարավորությունը, միևնույն ժամանակ նաև ազատ արձակվեցին իսրայելցի պատանդները, ազատ արձակվեցին պաղեստինցի բանտարկյալները, ու կրկին կարծես թե շատ լավ ամենայն դեպս մթնոլորտը այդ բացասական լիցքերից ազատող գործընթացներ են սկսվել, բայց նաև դրան հաջորդեցին նոր բախումներ, նոր զոհեր եւ ինչպես բոլորն էին ասում, այդ քայլերով ամեն դեպքում Պաղեստինի խնդիրը լուծված չէ եւ Իսրայելի վարչապետը բաց տեքստով ասաց, որ չի անդուրժի Պաղեստին պետության ստեղծում։ Այսինքն կան գործընթացներ եւ քայլեր եւ հռչակումներ, որոնք լավատեսություն ներշնչում են, բայց միաժամանակ կան գործընթացներ, որոնք առաջին պլանում չեն, խորքային են, բայց հենց դրանք են կանխորոշելու հետագա իրադարձությունների ուղղվածությունն ու բովանդակությունը։ Ես նաև Ռուբինյանին մեջ բերեցի, որ առաջիկայում տեղի կունենա հայ-թուրքական միջգերատեսչական հանդիպում Գյումրի Կարս երկաթգծի վերականգնման վերագործարկման հարցով։ Սա եւս, այսպես ասենք, այդ հույսն է, որ Հայաստան-Թուրքիա կոմունիկացիան։ Այո, ես չեմ բացառում նաև, որ միգուցե շատ մոտ ապագայում կամ այս Կարսի խնդիրը դրական լուծվելուց հետո խոսք գնա նաև Իջևանի հատվածով երկաթուղային հաղորդակցությունը Ադրբեջանի հետ վերսկսելու մասին։ Եվ միգուցե ինչ-որ պահի այդ հաղորդակցությունը նաև դեպի Կարս դուրս գա, չգիտեմ, դա իհարկե տեսականի ոլորտից է, բայց եւս անհնարին չէ։ Այսինքն լրացուցիչ կոմունիկացիաներ կարող են ձևավորվել, որոնք այս դեպքում արդեն կլինեն նաև վրացական տարածքով երկաթուղու զուգահեռ երկաթգիծը։ Այսինքն եւ Վրաստանի եւ Թուրքիայի եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի համար ալտերնատիվ երկաթուղային հաղորդակցության մի տարբերակ կարող է ձևավորվել այդ կերպ շրջանցելով Վրաստան։
Ես նաև հիշեցնեմ, որ Կայա Կալասը տեղի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև համաձայնություններ եւ այլն էլի նախորդին բնորոշում էր աշխարհաքաղաքական նշանակության իրադարձություն, իսկ Եվրամիության դեսպանը Հայաստանում Մարագոսը ասում էր, որ խաղաղությունը գալիս է ու Եվրամիությունը պատրաստ է իր բոլոր գործիքներով դրա մասնակիցը դառնալ, այսինքն ինչ վերաբերում է այս ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը եւ այլն, այսինքն մենք տեսնում ենք, որ արևմտյան կողմից էլ կա այդ շահագրգռվածությունը ներկա լինել նաև տնտեսապես այս պրոյեկտների իրականացման գործում եւ սրանք կարևորության եւ նշանակության մասին խոսենք ինչ իմաստով, եթե դրանք զուտ պարզապես լինեին քաղաքական պայմանավորվածություններ առանց կողմերի կամ բազմաշերտ տնտեսական շահերի այդ կողմերի պատրաստվածության ներգրավվածության եւ այդտեղ տեղում իմպլեմենտացման, կարելի է գուցե ավելի շատ մտավախություններ ունենալ, որ քաղաքական պայմանավորվածությունները առանց տնտեսական կոնկրետ շահերի կարող են ոչ մի բան էլ չբերել։ Հա, իսկ այս դեպքում լավատեսությունը արդյոք ավելի չի մեծանում։ Լրացուցիչ մի տար ավելանում է, բայց բոլոր դեպքերում դեստրուկտիվ հեռանկարները դրանով չեն նսեմացվում։ Այսինքն դա կարող ենք որպես պլյուս գրանցել խաղաղ համակեցության հեռանկարին, բայց դեստրուկտիվ քայքայիչ գործընթացները այդպիսով դեռևս չեն բացառվում։ Դեստրուկտիվ եւ քայքայիչ ասելով դուք նկատի ունեք ավելի շատ, այսպես ասենք, հիբրիդային։ Ես ավելի շատ նկատի ունեմ, որ գլոբալ զարգացումները կարող են միևնույն ամեն դեպքում բերել հանգեցնել տեղային բախումների։ Այո, իրավիճակը փոխել։ Իրավիճակը շատ փխրուն երեր ունի եւ այդ առումով կան երկարաժամկետ շահեր եւ նպատակներ մեծ խաղաղացողների մոտ, որոնք կարող են մարտավարական տեսանկյունից այս կամ այն կետում որոշակի խաղաղեցման միտումներ ունենալ ժամանակավոր։ Իսկ օրինակ ինչպիսի այս պահին արկա գլոբալ զարգացումները կարող են, այսպես ասենք, փոխել այս համաձայնությունների ընթացքը։ Չինաստան, Միացյալ Նահանգներ արձակցության եւ Միացյալ Նահանգների կողմից Չինաստանի զսպման նողված գործողություններն են, որ կարող են հանգեցնել որոշակի սահմանափակումների առաջիկայում եւ պատերազմների։ Տնտեսական նկատի։ Ոչ միայն տնտեսական։ Որովհետեւ եթե նայում ենք օրինակ տնտեսական բաղադրիչին, Թրամփը հայտարարում է, այսքան տոկոս մաքս ենք դնում, այս ենք անում, ենք անում, հետո որոշակի մեղմացումներ, հետո ներողություն, չինական պատվիրակություններ Վաշինգտոնում, հետո TikTok-ի հայտնի գործարքը տեղի ունեցավ, որից հետո կարծես թե այսպես ավելի փոքրինչ իրավիճակը դարձավ, ոչ թե խնդիրները լուծվեցին, այլ կարծես թե կողմերը խնդիրների շուրջ շարունակում են այլ հռետորաբանությամբ խոսել։ Ցավոք, ես պետք է ասեմ, որ այս խնդիրը այս կարգի բանակցային լուծում չունի։ Այն ուժային լուծում։ Դա կարող է բազմատար լինել, այսինքն ուժի կիրառումն էլ չի բացառվում։ Ուժի կիրառում ոչ թե բնականաբար ուղիղ Միացյալ Նահանգների Չինաստանի, այլ Թայվանում։ Ոչ միայն Թայվանում, այդպիսի հնարավորություններ կան Կենտրոնական Ասիայում եւ Չինաստանի արևմտյան մասում։ Եվ Չինաստան, Խորհրդային Միություն, Կենտրոնական Ասիական հատվածում, այսինքն Ղազախստան, Ղրղստան, Թաջիկստան ամբողջ երկայնքով կան պայթյունավտանգ կենտրոններ։ Չինաստանը ակտիվ հարաբերություններ է զարգացնում այդ երեք պետությունների հետ միասին, բայց միևնույն ժամանակ դրականի հետ կա նաև նեգատիվ, այսինքն Չինաստանի նկատմամբ տեղային նեգատիվ վերաբերմունք լոկալ վայրերում այնտեղ արկա է եւ սա լրացուցիչ պայթյուն առաջացնելու հնարավորություն է, բայց Չինաստան ունի նաև այլ խոցելի տեղեր։ Դրանցից մեկը Թայվանն է, դա Տիբետն է, Հոնկոնգն է, դա նաև ասենք Չինաստանում բնակվող 50 միլիոն քրիստոնյաներն են, որոնք որպես այլադավան կարող են ռիսկի խումբ լինել Չինաստանի գործող իշխանությունների համար։ Ի վերջո, հենց ինքը միակուսակցականությունը ինքնին արդեն ռիսկ է, որը կարող է օգտագործվել։ Տեղային վերնախավերը տարբեր գոտիներում, որտեղ բացի ամենից կան միմյանցից էապես տարբեր տնտեսական հզորության առումով տարածքներ Չինաստանում եւ Չինաստանի արևելքը օվկիանոսամերձ շրջանները եւ խորքերը
կտրուկ տարբերվում են միմյանց։ Այսինքն բազմաթիվ գործոններ կան, միգուցե հնարավոր կլինի թվարկածին եւս այդքանը ավելացնել, բայց բոլոր դեպքերում Չինաստանի հետ կապված խնդիրը բանակցային ճանապարհով Միացյալ Նահանգների համար լուծելի չէ։ Իսկ այլ ինչ գործոններ, օրինակ Ռուսաստան, Ուկրաինա կամ Ռուսաստան, չգիտեմ, Եվրամիություն։ Ուկրաինա պատերազմը ինքնին Չինաստանին զսպող գործոն է, Ռուսաստանի տարածքով դեպի Եվրոպա իր բեռները տարանցելու առումով։ Սա արդեն բավական լուրջ գործոն է եւ այդ է պատճառը նաեւ, որ Չինաստանը սկսել է փորձել զարգացնել այլընտրանքային ճանապարհներ, այդ թվում նաև կենտրոնական Ասիայով ու հարավային Կովկասով դեպի արևմուտք դուրս գալու հեռանկարներն է տնտղում այսօր, նաև գործնական քայլեր են այս ուղղությամբ արվում։ Իսկ սա նշանակում է, որ այդ ճանապարհները ինքնին արդեն կարող են հայտնվել հարվածների տակ եւ դառնալ կամ տեղային խժդժությունների կամ միջպետական պատերազմների առիթ։ Իսկ Ռուսաստան եւ Եվրամիություն ուկրաինական հակամարտության պայմանավորված։ Ռուսաստան Եվրամիություն հարաբերությունները շտկելու հավանականությունը այժմ ձգտում է 0-ի եւ առավել հնարավոր տարբերակն այն է եւ դա այն է ինչին ձգտում է ինձ թվում է նաեւ Վաշինգտոնը սառեցնել հակամարտությունը, դադարեցնել ակտիվ բախումները այն շփման գծի երկայնքով, որը ձևավորված է այսօր։ Այսինքն այս դեպքում ոչ Ուկրաինան, ոչ Ռուսաստանը հռչակված նպատակներին չեն հասնի, այսինքն հակամարտությունը թեկուզ արտաքին դրսևորումներ չունենալով կպահպանվի եւ կարող է խորացվել, իսկ Եվրամիությունը այդ առումով միանշանակորեն մնալու է Ուկրաինայի կողքին իր մեծամասնությամբ, կլինի նաեւ փոքրամասնություն, որը կհակառակվի այդ մեծամասնությանը, ինչը կարող է դառնալ նաեւ Եվրամիության տրոհման սկիզբը։ Ընտակրի է։ Օրս հիմա լրատվականորեն չեմ հիշի միջազգային տեղեկություններ գրել, որ Եվրամիությունը քննարկում է հաջորդ ընդլայնման իրենց գործընթացում նոր երկրներ ներգրավելու դեպքում, այսպես ասենք, կոնսենսուսային որոշումների հարցը դուրս բերել այդ երկրների համար, այսինքն չտալ այդպիսի իրավունք, դե արդեն որոշակի փորձ ունենալով տարբեր, մասնավորապես Հունգարիայի դեպքում, Չեն կարողանա նման տարանջատում դնել հին ու նոր անդամների միջև, կամ բոլորը կհամաձայնեն, որ կոնսենսուս պետք է մնա, կամ բոլորը կհամաձայնեն, որ կոնսենսուսը պարտադիր չէ, այն պետք է փոխարինվի մեծամասնության կամքի դրսևորմամբ եւ հաստատմամբ, ինչը միանշանակ հանգեցնելու է Եվրամիության տրոհմանը։ Այսինքն բոլոր դեպքերում Եվրամիության միասնականությունը այսօր եւս վտանգված է, թեև դա շատ չի երևում այս պահին, բայց ռուս-ուկրաինական հակամարտությունը եթե սառեցվի, այս ուղղությամբ գործընթացները ավելի արագ կզարգանան։ Էլի դառնանք մեզ, Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունները կարծեք թե սկսում են էլի մերձենալ այս երկու երկրները եւ ընդհանուր միջև նաեւ Ռուսաստանն է հրավիրում Հայաստանին եւ Ադրբեջանին վերջնական համաձայնությունները կնքել իրենց մոտ, բայց այդ վերջնական համաձայնությունները դա նոյեմբերի 9-ի մասին չեն, այլ օգոստոսի 8-ի Ռուսաստանի շահագրգռվածությունը ո՞րն է այստեղ։ Չէ, օգոստոսի 8-ը, այո, կբաժանեն պատիվը Պուտինն ու Թրամփը այս դեպքում։ Դա է։ Չգիտեմ, ով ավելի խանդոտ կվերաբերվի այս խնդրին, եթե համաձայնագիրը առանց Ռուսաստանի կնքվի, դա իհարկե Ռուսաստանի այսպես իմիջային խնդիրը կդառնա գոնե ԱՊՀ տարածքում։ Եթե Ռուսաստանով կնքվի, դա կնշանակի, որ Պուտինը Թրամփի հետ միասին կիսում է խաղաղության հաստատման փակ նպատիվը, ինչը նաև կհաստատվի իրենց խաղաղ գոյակցությամբ Հայաստանի տարածքում։ Իսկ Ռուսաստանի ռազմական ներկայությունը, Միացյալ Նահանգների տնտեսա-քաղաքական առնվազն ներկայությունը եւ նրանց խաղաղ գոյակցությունը այստեղ, համակեցությունը դրանով կնշանակվի։ Լուրջ օրինակ կդառնա մնացյալ աշխարհի համար։ Իսկ որքանով եք հավանական համարում։ Միանգամայն հավանական է, այո։ Թեև միանգամայն հավանական է այս պահի դրությամբ, բայց աշխարհը տեղում կանգնած չէ եւ process-ները զարգանում են եւ այն ինչ կարող է տեղի ունենալ օրինակ Իսրայելում, եթե նոր պայթյուն տեղի ունենա բռնության,
ավտոմատ կարծում եմ կներգրավվի նաև այդ դեպքում Իրանը եւ շղթայական ռեակցիան կարող է տարածվել եւ գործը չհասնի նրան, որ Հայաստանն ու Ադրբեջանը որովհետեւ այդ պայմանագիրը վավերացնեն, իսկապես ստորագրեն վերջնական տարբերակը եւ վավերացնեն արդեն ըստ գործող կարգերի։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս Արցախի նախկին արտգործնախարար Շարման Մելիքյանն էր։ Մեր եթերում կարճատև դադար է։ Ջերուսման սեզոնին ընթരാճ մեծ ակցիա իդեալ համակարգում։ Իդեալ համակարգը ներկայացնում է նոր խնայողության բանաձև։ Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների հավասար է 0% տոկոսադրույք։ Այսինքն ձեռք բերելով Ջերուսման ամբողջական խնայող համակարգ մատչելի գնով ստանում եք 100,000 դրամի սերտիֆիկատ իդեալ համակարգի կողմից։ Իսկ վճարումը կարող եք կատարել ապառիկ 18 ամիս առանց որևէ տոկոս վճարելու։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ 28 տարի դեպի կատարելություն։ Նախադեպը չունեցող Սանկերամիկայի ակցիա իդեալ համակարգում։ Գնեք Սանկերամիկա կամ լոգասենյակի կահույք եւ ստացեք նույն գումարի չափով ծորակն ընդամենը 1 դրամով։ Ընտրեք ծորակների ավելի քան 1200 արկա տեսականուց ձեր նախընտրածը վճարելով ընդամենը 1 դրամ։ Ապառիկը տեղում 18 ամիս 0% տոկոսադրույքով։ Շվեյցարական Laufen, գերմանական Hansgrohe, իսպանական Gala, լեհական Deante եւ իտալական Dolomite ապրանքանիշերի որակյալ երկարակյաց ու անկրկնելի տեսականին ձեզ է սպասում իդեալ համակարգի խանութ սրահներում։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ 28 տարի դեպի կատարելություն։
Բարձր մակարդակի քաղաքական եւ անվտանգային երկխոսությունը, անվտանգային ու պաշտպանական պարբերական խորհրդակցությունները, Եվրամիության դիտորդական առաքելությունը Հայաստանում, համաձայնագիրը, որը սահմանում է Եվրամիության ընդհանուր անվտանգային ու պաշտպանական քաղաքականության առաքելությունների Հայաստանի մասնակցության շրջանակը, ինչպես նաեւ աջակցությունը Եվրոպական խաղաղության հիմնադրամի դիմակայունություն եւ աճ ծրագրի միջոցով ռազմավարական գործընկերության օրակարգը բոլորը միասին նպաստում են Հայաստանի դիմակայունության շարունակական ամրապնդմանը, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Միևնույն ժամանակ, ինչպես շատ ժողովրդավարություններ, այսօր Հայաստանը նախարարի խոսքով բախվում է հիբրիդային սպառնալիքների աճին, հատկապես օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաների եւ միջամտությունների։ Սրանք առանձին գործողություններ չեն, դրանք թիրախավորված համակարգված թշնամական արշավներ են, որոնք միտված են կոնկրետ նպատակների իրականացմանը, ներառյալ ինքնիշխանության եւ ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահության թուլացումը, համագործակցության եւ համախոհ գործընկերությունների ձգտումների խաթարումը։ Դրա դեմ պայքարը պահանջում է ամուր, վստահության վրա հիմնված համագործակցության այն պետությունների միջև, որոնք կիսում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների եւ նորմերի, ինչպես նաեւ ժողովրդավարական կենսակերպի նկատմամբ հավատարմությունը, նշել է Միրզոյանը։ Հայաստանի արտգործնախարարը Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ քննարկել է Հայաստան-Եվրամիություն գործընկերության նոր օրակարգի վերջնականացմանը եւ հաստատմանը առնչվող հարցեր։ Երկուստեք ընդգծվել է տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության խթանման հարցում փոխշահավետ ծրագրերի կյանքի կոչման կարեւորությունը, ինչին մեծապես կարող են նպաստել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն ու օգոստոսին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Արարատ Միրզոյանը եւ Կայա Կալասը մտքեր են փոխանակել ներկայիս հիբրիդային սպառնալիքների հաղթահարման մեխանիզմների շուրջ։ Այնուհետև նախարարը հանդիպում է ունեցել Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխայ Պոպշոյի հետ։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել փոխայցելությունների եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով փոխգործակցության ակտիվացման միջոցով երկկողմ գործընկերության ընդլայնման հնարավորություններին։ Արարատ Միրզոյանը եւ Միխայ Պոպշոյը մտքեր են փոխանակել եվրոպական ինտեգրացիայի հարցերի շուրջ, ընդգծելով արկա գործիքակազմի արդյունավետ իրացման գործում լավագույն փորձի փոխանակման պատրաստակամությունը։ Հայաստանի եւ Մոլդովայի արտգործնախարարները մտքեր են փոխանակել ժողովրդավարական զարգացման ճանապարհին առաջացող մարտահրավերների եւ դրանց հաղթահարման մեխանիզմների շուրջ։ Պոպշոյը ներկայացրել է Մոլդովայում ընտրությունների փորձառությունը, այդ թվում հիբրիդ սպառնալիքների եւ ապատեղեկատվության դեմ պայքարի եւ այդ նպատակով ինստիտուտների կարողությունների ամրապնդման մասով։ Տեղի են ունեցել նաև երկկողմ այլ հանդիպումներ։ Նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերկապետրիստիսի հետ։ Նախարարները քննարկել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման հարցեր, ներառյալ արկա մեխանիզմների միջոցով Հայաստանի դիմակայունության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները։ Արարատ Միրզոյանը եւ Յորղոս Գերկապետրիսը անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին, Հարավային Կովկասում հաստատված խաղաղության պայմաններում փոխկապակցվածության խթանման ծրագրերին, այդ թվում Հայաստանում Թրամփի ուղու կյանքի կոչմանը։ Իսկ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսը Report ադրբեջանական կայքին տված հարցազրույցում հայտարարել է, թե Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղ կարգավորման գործընթացը փոխում է տարածաշրջանի քաղաքական ու տնտեսական լանդշաֆտը։ Այս մասին հայտարարվել է ըստ եվրոպացի պաշտոնյայի, անցած շաբաթներին տարածաշրջանի երկրներ են այցելել, տասնամյակների ընթացքում առաջին անգամ տարածաշրջանն ունի իրական հնարավորություն բացելու Եվրոպան եւ Ասիան կապող առևտրային ու տրանսպորտային ուղիները։ Եվրոպայից մինչև Չինաստանի սահմանները երկրները գիտակցում են այս պահի կարևորությունը, ընդգծել է Կոսը եւ նշել, որ Եվրամիության անդամ պետությունները մտադիր են փոխգործակցության նոր ենթակառուցվածք ստեղծել առևտրի, էներգետիկայի աղբյուրների ավելի մեծ ընտրության ազատության համար։ Կոնկրետ համագործակցությունը, փոխկապակցված շուկաները եւ փոխկապակցված հասարակությունները կարող են ամրապնդել Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունությունն ու բարգավաճումը։ Ադրբեջանական լրատվամիջոցի զրույցում ասել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատարը։ Եվ այժմ կզրուցեմ Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև։ Տիկին Ադամյան, Արարատ Միրզոյանի այցելից սկսենք, շատ հետաքրքիր էր, որ պարոն Միրզոյանը գրեթե նախարարական բոլոր իր հանդիպումներում, հետաքրքիր, այսպես մեզ համար նաև հետաքրքիր, այս ինչ իմաստով հետաքրքիր, մեզ շատ բարեկամ կամ
փորձը, ոճը, չգիտեմ, ձևը հետաքրքիր երկրների հետ քննարկում էին նաև հիբրիդային սպառնալիքները, հա, ապատեղեկատվություն, մանիպուլյացիաներ, հետաքրքիր Մոլդովայի արտգործնախարարի հետ հանդիպումը, ընտրական process-ների գործընթացների փորձով կիսվելը, ապատեղեկատվություն, այդ գործընթացների միջամտություններ եւ այլն։ Հայաստանն էլ պատրաստվում է ընտրական ցիկլի, հա։ Եվ ինչպես կարող է Հայաստանը այս եվրոպական փորձը արդյունավետորեն կիրառել, եթե մենք օրինակ ածանցվում ենք նրանից, հիմա ես կմեջ բերեմ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, ով սեպտեմբերին կայացած կոնֆերանսի ժամանակ դիմակայունությանը վերաբերյալ Հայաստանի այսպեսի մի դիտարկում արեց այդ հիբրիդային պատերազմների մասով, ասաց մենք որպես ժողովրդավարական համակարգ մենք որոշել ենք չգնալ սահմանափակումների ճանապարհով եւ բացատրում էր, որ այդ սահմանափակումները կարող են նաեւ ինչ խնդիրներ հարուցել, հա, այն ժողովրդավարական համակարգի տրամաբանության տեսանկյունից, բայց այն երկրները, որոնց մասին օրինակ ես թվեցի, լավ էլ ժողովրդավարական են, լավ էլ սահմանափակումներ են անում։ Սկսենք Ֆրանսիայից։ Օրինակ Սարկոզի են դատում, այսօր բանտարկվեց 5 տարով։ Մինչ այդ Սարկոզին հանդիպում է ու առանձնազրույց է ունենում երկրի նախագահ Էմանուել Մակրոնը։ Այստեղ որևէ հակասություն կա։ Չկա։ Ես կարծում եմ, որ չկա։ Գիտեք, դա ընդհանրապես շատ հետաքրքիր դիլեմա է։ Ժողովրդավարությունն է պաշտպանում հասարակությունը, թե հասարակությունն է պաշտպանում ժողովրդավարությունը։ Ես կարծում եմ, որ մեր տիպի պետություններում, մեր կարգի խնդիրներ ունեցող պետություններում ժողովրդավարությունը պետք է պաշտպանված լինի, որ կարողանա պաշտպանել։ Եվ Արարատ Միրզոյանի այդ բոլոր հանդիպումները, հատկապես Մոլդովայի փոխվարչապետի ու փոխարտգործնախարարի հետ, Կայա Կալասի հետ, այդ բոլոր հանդիպումները ես կարծում եմ իրենց առանցքում պետք է ունենան մեկ խնդիր՝ Հայաստանի դիմակայունությունը։ Եվ Հայաստանի դիմակայունությունը չի հիմնվում միայն Հայաստանի Հանրապետության հիբրիդային պատերազմի սպառնալիքներին արձագանքելու կարողության վրա։ Գիտեք, մենք անընդհատ պարտվում ենք այդ հիբրիդային պատերազմում, որովհետև գնում ենք պաշտպանվելու սկզբունքով։ Մենք անդադ պաշտպանվում ենք, այս մարտահրավերը, այն մարտահրավերը, այս մատրյոշկաները, այն չաթբոտերը, անընդհատ պաշտպանվելու փոխարեն հաջողության համար մենք պետք է ինքներս սկսենք նախահարցակ լինել։ Այդ դա կլինի հաջողության գրավականը։ Մենք պետք է ասպարեզը այնպիսի ինֆորմացիայով հեղեղենք, պարզապես հեղեղենք ինֆորմացիայով, որ էլ ռուսական, ադրբեջանական, թուրքական, չգիտեմ էլ ինչ, շատ բարեկամական երկրներից մեզ մոտ ինֆորմացիան տեղ չունենա։ Դա է հաղթանակի գրավականը։ Բայց դեռ չենք անում դա։ Բայց պիտի անենք, բայց պարտավոր ենք անել։ Բայց մենք գնում ենք ընտրությունների եւ այդ ժամանակաշրջանը գերկարևոր է։ Ու որևէ մեկի համար գաղտնիք չի, բացարձակապես, որ Ռուսաստանը այստեղ հեղաշրջման փորձեր է անելու։ Ու մենք գիտենք, ու մենք ազդարարում ենք, որ մենք գիտենք, ու ինչ ենք անում։ Սա է խնդիրը։ Բայց եթե Ռուսաստանը այդ հեղաշրջումը իրապես ուզենար այս իշխանությանը փոխել, դրա համար շատ պարարտ հնարավորություններ կար, էլի, ասենք նոյեմբերի 9-ը, դրանից հետո տեղի ունեցած պատերազմական գործողությունները եւ այլն։ Այսինքն հիմա այս իրավիճակում փոխում է, որ ինչ անի։ Նկատի ունեմ, երբ որ կար այդ հնարավորությունը դա իրականացնելու, հա, այսինքն այդ հանրային մեծ դժգոհություն կար։ Ցակուցրի վիճակ էր տիրում։ Տեսեք, դուք խոսում եք ինչ-որ ինստիտուտների կամ ռազմավարական հաղորդակցության անհրաժեշտության մասին, այն ժամանակ դրա մասին անգամ մտածելու հնարավորություն չկար, իրավիճակը այնքան խառն էր երկրում։ Ես այդ մասին նոր չեմ խոսում, ես այդ առաջարկը շատ վաղուց եմ արել, Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ այդ առաջարկը շատ վաղուց է արել, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է ստեղծվի կենտրոն։ Ընդ որում դա կարող է լինել անկախ կառույց, դա կարող է լինել վարչապետինքից կառույց, կարող է լինել արտաքին գործերի նախարարության կառուցվածքում գործող կառույց, բայց այդ կառույցը խնդիր պետք է ունենա։ Ասում են ստեղծվելու է։ Ինֆորմացիայի հավաքումը, մշակումը
եւ այդ ինֆորմացիայից բխող զարգացումները, հոգուտ մեծ զարգացումները առաջ մղելը, ի վնաս մեծ զարգացումները կանխելը, ստեղծվելու են ուշ է, վաղուց պիտի ստեղծված լիներ ու հիմա պիտի գործեր։ Ու եթե հիմա գործեր, այդ կրեմլյան չաթբոտերն իրենց մատիրոշկաներով մեզ մոտ չէին կարողանալ այդ պարարթողը գտնել, մենք դա կարող էինք հակադարձել։ Այլևս մեզ մոտ այդ նոր տեխնոլոգիաների արհեստական բանականությամբ կիրառմամբ բերվող հակապետական այդ պայքարին մենք պիտի հակադրեինք մերը։ Երբ մենք խոսում ենք, որ օրինակ նաև Միրզոյանն է Եվրամիությունում քննարկում, հա, այդ հիբրիդային գրոհներին դիմակայելու, չգիտեմ, մեխանիզմներ, փորձ եւ այլն, այստեղ մենք խոսում ենք նույն աղբյուրից եկող նույն գործիքակազմով, գործելավոճով հիբրիդային գործողությունների մասին, հա? Իհարկե։ Հա, այսինքն երկուսը Ռուսաստանի մասին ենք խոսում։ Ես կարծում եմ, որ բայց դուք նման հարց չպիտի տայք, որովհետև դուք հրաշալի ծանոթ եք մոլդովական փորձին։ Հնարավորություն եք ունեցել Մոլդովայի նախագահից էքսկլյուզիվ հարցազրույց փոխելու եւ դա մոռանալու հուսանք էլի կունենանք եւ դա մոռանալու պահ չէր, այսինքն դուք այդ իրադարձությունները, որոնք ներկայացնում եք, տեսել եք ներսից, շփվել եք այդ մարդկանց հետ, հասկացել եք երկրի ներսում ինչ է կատարվում եւ դուք հիմա այդ հնարավորությունը ունեք համադրելու Հայաստանում ինչ է կատարվում։ Ես կարծում եմ, որ ի վերջո եթե դուք փորձեք այդ իրավիճակները համադրել, արդեն նման հարց ոչ միայն չեք տա, այլև ինքներդ էլ հնարավորության դեպքում կփաստեք, որ նույն սցենարն է գործում հետ խորհրդային տարածքի բոլոր պետություններում։ Տեսեք ինչ է կատարում, ֆինանսական ներդրումներ խայտառակ չափի փորձում են գնել երկիրը, փաթեթավորել ու գնել երկիրը։ Անջատում են, գործնականում անջատում են եկեղեցին հասարակությունից, որովհետև վերցնում են հոգևորականներին, հոգևորականության վերնախավը։ Ինչ կատարվեց Ուկրաինայում, նույնիսկ եկեղեցին տարաբաժանվեց։ Ինչ է կատարվել Մոլդովայում։ Հոգևորականների մասին այդ պատմությունները գնացին ու սովորեցին, վերադարձան, գրեթե ահաբեկիչներ դարձրած հոգևորականներին վերապարկաստում, մեզ մոտ ոնց որ թե դեռ նման բաներ չկան, մեր ահաբեկիչները տեղում են։ Ավելին ասեմ, ֆինանսական միջոցները, այսինքն ֆիզիկական գումարի տեսքով, որոնք թե միր նաև ինչ-որ քարտերի միջոցով են կարողանում գեներացնել, թե նաև կանխիկ միջոցով, այնտեղ իդեպ ասում գնային սանդղակը այստեղի պես նույնական էր, հա, այսինքն Մոլդովայում այս ինչ հավաքին հակակառավարական մասնակցելու կամ ինչ-որ մասնակցություն ունենալու եւ այլն $100 եւ եթե հավատանք այն ձայնագրություններին, որ հրապարակվեցին Մեդզևովի հանրահավաքից հետո, որը քննչական կոմիտեն վերցրել է քննության, այնտեղ խոսքը 40,000-ի մասին է, հա։ Գրեթե ամեն ինչ նույնական է տեղի ունենում։ Տեսեք, այնտեղ Իլան Շորն էր, այստեղ Սամվել Կարապետյանն է, Վրաստանում Իվանիշվիլին էր։ Այսինքն, գիտեք, հետ խորհրդային տարածքի խորհրդայնացման համար որևէ նոր սխեմա չի հնարվում, հեծանիվ չեն հնարում։ Կան սխեմաները շատ գեղեցիկ դրած բոլոր սցենարները, միթե թեվակի այսպես հաշվի են առնում տարբեր երկրների առանձնահատկությունները, սկսած տեղանքից, վերջացրած բնակչության կազմից եւ գնում են նույն ձեռագիրը, նույն ձեռագրով, նույն գործողությունները։ Հիմա արդյոք Արարատ Միրզոյանը սխալ է անում, որ ուսումնասիրում է, ասենք, մոլդովական փորձը։ Միանգամայն ճիշտ է անում։ Արդյոք Արարատ Միրզոյանը սխալ է անում, որ եվրոպական կառույցում եվրոպացիների հետ, եվրոպական էլիտայի հետ բարձրացնում է Հայաստանի դիմակայության հարցը։ Միակ ճիշտ քայլն է, որովհետև Եվրոպան եւ պատրաստ է, եւ ցանկանում է, եւ կարող է այս հարցում մեզ աջակցել։ Թե տեխնոլոգիաներով, թե նոր սխեմաներով, ամեն ինչով կարող է աջակցել։ Թեև Եվրոպա ասելով, մենք նաև պետք է նկատի ունենանք դրա առանձին երկրներ, որոնք Բալկանին սեփական առանձին հաջող փորձ ունեն, հա, շատ։ Օրինակ, եթե վերցնենք Էստոնիան, որի հետ, այսպես ասենք, շատ ակնառու համենայն դեպս հանրային կոմունիկացիաներ չկան։
այս դեպքում։ Էստոնիան բավական հաջողված փորձ ունի եւ Եվրոպայի, այսպես ասենք, թվային կենտրոններից մեկն է նաեւ։ Միանշանակ ճիշտ եք, բայց գիտեք, այս ամեն ինչը շատ հետաքրքիր է։ Թե թվայնացման փորձի ուսումնասիրումը, թե նոր տեխնոլոգիաների կիրառումը, բայց գլխավորը այնուամենայնիվ մնում է ուրիշ խնդիր։ Գլխավոր խնդիրը մարդկանց աշխատանքով ապահովելն է, որովհետև այս բոլոր տեխնոլոգիաները, որ կիրառվում են այս երկրներում, կիրառվում են բոլոր այն մարդկանց վրա, ես չեմ սխալվում վրա ասելով, գուցե հայերենի դեմ մեղանչում եմ, բայց իրականության դեմ չեմ մեղանչում, կիրառվում են այն մարդկանց վրա, ովքեր աշխատանքի խնդիր ունեն։ Այսինքն ուզում են օդից փող։ Այսինքն օդից փող օպերացիան է գործելու, օդից փողն են կրակելու։ Իսկ օդից փողը աշխատում է այն մարդկանց պարագայում, ովքեր ունեն թե ֆինանսական խնդիրներ, ովքեր ունեն ոչ միայն ֆինանսական, այլև ընդհանրապես սոցիալական, տնտեսական խնդիրներ։ Ուստի այս ամեն ինչը պայքար է հետևանքների դեմ դառնում է պայքար հետևանքի դեմ։ Իսկ երբ ենք մենք պատճառի դեմ պայքարելու, երբ ենք մենք վերացնելու պատճառը, այսինքն երբ ենք հասնելու տնտեսական անվտանգության այն մակարդակին, որ միջին վիճակագրական հայի աշխատավարձը այլևս այնքան բարձր լինի, այնքան արտադրություն գործի, մենք այնքան կարողանանք արտադրանք տալ ապրանքի տեսքով, ոչ թե ծառայության տեսքով, ապրանքի տեսքով, որ երկրի մրցունակությունը բարձրանա, երկրի դիմադրունակությունը բարձրանա, խնդիրների խնդիրը այստեղ է։ Մենք այս հարցերը պետք է 2026-ից առաջ դնենք ու փորձենք գոնե դույզնիչ լուծումներ տալ։ Համենայն դեպս, եթե լուծումները այլևս չենք հասցնի տալ, պետք է ծրագրերը տանք, թե ոնց ենք այդ խնդիրները լուծելու, որովհետև ոնց ուզում եք վերցրեք, որ ժամանակ ուզում եք վերցրեք, որ դարը, որ երկիրը, ինչ ուզում եք վերցրեք, հաղթել են այն բանակները, որոնք ունեցել են ուժեղ տնտեսություն։ Լավ, դուք ասում եք տնտեսություն նկատի ունեք բնականաբար արդյունաբերություն եւ այլն, հա։ Սկսենք Մենակ ամուսարը չասենք։ Չէ, թող լինի լավ այդ ամեն ինչը, բայց մյուս կողմից օրինակ մենք տեսնում ենք, չէ՞ որ հիմա չեմ քննարկում դա արդարացի պահանջ է, արդարացի չէ, այստեղ ինչ շահեր կան, չկան։ Մենք տեսանք, որ դեպի Վրաստան գնացող անցակետներն էին բեռնատարի վարորդները արգելափակել եւ այլն։ Եվ պահանջում են փոխել Ռուսաստանի Դաշնության օրենսդրությունը։ Այո, պահանջում են, որպեսզի Հայաստանը մի բան անի եւ Ռուսաստանը փոխի այդ իր որոշումը, հա, 180 օրի փոխային 90 օր մնալու հնարավորություն առանց վիզայի երկրների քաղաքացիների համար։ Հա, կարող ենք ամեն ինչ ունենալ, բայց տեղ պիտի ունենանք այդ ամեն ինչը տանելու։ Բայց եկեք հասկանանք, հա, որ Հայաստանի Հանրապետությունը այդ հնարավորությունները Ռուսաստանի Դաշնության օրենսդրություն փոխելու, ԵԱՏՄ օրենսդրություն փոխելու չունի, բայց այստեղ այս խնդրի լուծումը իրականում ոչ թե ՌԴ-ի կամ չգիտեմ ինչի օրենսդրություն փոխելն է, 90-180 ոչ, նոր լոգիստիկա ստանալն է։ Նոր լոգիստիկա ստանալն է։ Եվ այս խնդիրը, այս իշխանությունը վաղուց պետք է լուծած լիներ։ Մենք պիտի կարճած չլինեինք, կախված չլինեինք, լարսը փակում ենք, բացում ենք ից։ Կամ ժամկետ ենք կրճատում։ Որովհետև դա քաղաքական կողպեքով է փակվում, պատահական չի, հա, այդ ամեն ինչը։ Միանշանակ այդ ամեն ինչը պատահական չի։ Միանշանակ պատահական չի։ Ես ասում եմ, լարսը փակվում, բացվում է քաղաքական կողպեքով։ Սա է խնդիրը։ Եվ եթե մենք ունենք այդ գիտակցությունը, մենք ոչ թե պիտի փորձենք այնտեղ գնանք, բանակցենք, կաշառենք, չգիտեմ ինչ անենք, համոզենք, խնդրենք, դե ասենք, դե մենք այսպես մեր համար բացառություն անենք։ Մեզ համար մենք ինչքան լավն ենք, չգիտեմ ինչ ենք, մեր վարորդները որ չլինեն, դուք ընդհանրապես այս չեք ունենա, ինչ եք ունենա։ Չէ։ Մենք նոր լոգիստիկ ուղիներ պիտի փնտրենք։ Դե Ադրբեջանը, տեսեք, վերացրել է բոլոր սահմանափակումները դեպի Հայաստան բեռներ եկող բեռների համար։ Ես դա չկապեմ օգոստոսի 8-ի հետ։ Չէ, կապեք օգոստոսի հետ, սա էլ է, չէ, ձեր ասած մեծ պատկերի մի մասն է։ Այո։ Ու եկեք հասկանանք, այս ամեն ինչ ինչու է տեղի ունենում։ Դուք քիչ առաջ ինձ հարցնում եք ինչու պիտի Ռուսաստանը, ու այդպես չձևակերպեցիք, բայց հարցի իմաստն այն էր, ինչու պիտի հիմա Ռուսաստանը ուզի Նիկոլ Փաշինյան փոխել։ Պարզ պատասխան, օգոստոսի 8-ը։
Եվ գալիս է, եւ դու ունես օգոստոսի 8-ի փաստաթղթեր, դե ֆակտո դե յուրե դու արդեն ջնջել ես նոյեմբերի 9-ը ու 9-րդ կետը հաստատ ջնջել ես, որովհետև բացի այն, որ նոյեմբերի 9-ին արդեն այդ փաստաթղթի գործողության ժամկետը լրանում է, բացի այն, որ այդ խաղաղապահները այդ 5 տարին էլ չմնացին, եւս 5 տարի իրենց ներկայությունը շարունակելու սակրալ պայմանով չկա, այլևս չկա այդ նոյեմբերի 9-ը։ Նոյեմբերի 9-ին եկել է փոխարինել օգոստոսի 8-ը։ Եվ այնտեղ Ռուսաստանը անելիք չունի։ Եվ այդտեղ Ռուսաստանը բացարձակապես անելիք չունի, եթե շարունակում է այս նույն քաղաքականությունը։ Եթե շարունակում են տարատեսակ գալուզինները հայտարարել, որ 20-20-ից 20-23-ի պայմանավորվածությունները ուժի մեջ են, Ռուսաստանը ակնկալում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կգնան Ռուսաստանի Դաշնության, չգիտեմ, հովանու թե ինչի ներքո, արգելքի ներքո իրականում խաղաղության համաձայնագիր կնքելու։ Ասացեք, խնդրեմ։ Բավոր գնան։ Թող գնան։ Այսինքն այդ խաղաղության համաձայնագրի վերջնականացումը, որ հրավիրում են Ռուսաստանում անելու, չէ՞, գուցե եւ Հայաստանը եւ Ադրբեջանն էլ որոշում են գնան եւ Պուտինին նաեւ այսպես ֆորմալ իմաստով մասնակից են դարձնում այս ընդհանուր Թրամփյան խաղաղության համաշխարհային արշավին։ Դա կլինի միայն մեկ պարագայում, եթե դա ցանկանա Թրամփը։ Դա կլինի Թրամփ-Պուտին պայմանավորվածություն։ Բայց դա որևէ պարագայում չի լինի Փաշինյան, Ալիև, Պուտին պայմանավորվածություն։ Դա ակնհայտ է։ Բայց գիտեք, ես այնուամենայնիվ ուզում եմ ձեզ առարկել այն պատճառով, որ եթե Ռուսաստանի Դաշնությունը ցանկանա տարածաշրջանում խաղաղություն, պատերազմը, նույնիսկ առաջին պատերազմը չէր լինի։ Նույնիսկ Արցախյան առաջին պատերազմը չէր լինի։ Եվ հետո չէր դնի ու հաստատի այդ անիմաստ ստատուս քվոն, անիմաստ այն առումով, որ պատերազմի արդյունքներով Հայաստանի Հանրապետությունը պետք է ոչ թե գնար զինադադար կնքեր, այլ գնար կապիտուլյացիայի ակտ ստորագրելու, անիմաստ այդ պատճառով, որին հաջորդեց այդ ստատուս քվոն, որի ժամանակ մենք համարյա թե բոլորս այսպես չէինք բարձրաձայնում, ամբիոններից չէինք ասում, բայց ասում էինք Արցախի հարցը լուծված է, Արցախը մերն է, մնում է ճանաչումը։ Ու համառորեն չէինք նկատում, որ Ադրբեջանը ոչ ՀԱՊԿ-ի անդամ, ոչ ԵԱՏՄ-ի անդամ, ԵԱՏՄ-ն իհարկե եկավ ավելի ուշ, այդ գործընթացները սկսեցին ավելի շուտ։ Ադրբեջանը շատ համառորեն զինվում է արձակողական զենքերով, զինվում է ոչ միայն Ռուսաստանի, Բելարուսի շնորհիվ, եւ Ադրբեջանի տնտեսությունը ինչ վիճակում է։ Մենք կարծես թե չնկատեցինք, չհասկացանք, չգնահատեցինք, ինչ էր նշանակում այդ Բաքու Ջեյհանը։ Մենք ապավինում էինք այն ստատուս քվոին, որը մեզ տալիս է անվտանգություն, որը մեզ տալիս է Ղարաբաղը մերն է ու մերն է հավիտենական, որ որևէ պատերազմ չի լինի տարածաշրջանում, մենք ինչ ունենք, չունենք, կտանք Ռուսաստանին այդ խաղաղությունը գնելու համար, որովհետև Ռուսաստանը մեզ պաշտպանելու է, իսկ Ռուսաստանը այդ ընթացքում դատարկում էր Հայաստանը, պարզապես դատարկում էր Հայաստանը, և դատարկում էր ոչ միայն տնտեսությունը, ոչ միայն տնտեսության բոլոր ռեսուրսները, բոլոր արդյունաբերության զարգացման հնարավորությունները, շանսերն էր փակում, սկսած գազատարից վերջացրած մոնոպոլիաներ հաստատելով, այլև երկրի բնակչությունն էր դատարկում։ Այդ տանում էր իր տափաստաններում, իր, չգիտեմ, շին հրապարակներում աշխատելու, որտեղ ինքը ուներ ժողովրդագրական պատկերի նվազում, մարդ չուներ, դատարկում էր Հայաստանը իր կենսունակ, մարտունակ մարդկանցից։ Եվ եթե կուզեք իմանալ, ինձ համար ամենացավալի կորուստը դա էր, որովհետև ոչ բոլորը, որ գնում էին, վերադառնում էին։ Բնականաբար։ Այ Հայաստանը դատարկելը, Հայաստանը հյութազրկելը, ավշազրկելը դա էր։ Եվ դա արվում էր Հայաստանի Հանրապետության գործող նախագահների, այսպես, ինչ ասեմ, գերագույն հրճվանքի
ինտեգրվում ենք, ԵԱՏՄ ենք մտնում, չգիտեմ ուր ենք մտնում, մարդ չլինի, պրոբլեմ չի լինի, գիտեք, ես ցավալիորեն շատ լավ հիշողություն ունեմ այդ տարիների տնտեսական աճերի, վագրի թռիչքների, երկիր դատարկելու այդ ամեն ինչի մասին, ու ես այդ հիշողությունները չեմ կարողանում մոռանալ։ Ես չեմ կարողանում մոռանալ ոնց էին Հայաստանի Հանրապետության նախագահները գործում իրենց պետության դեմ, իմ դեմ, ձեր դեմ։ Դե նաև կարող ենք օրինակ հիշել, որ ինչպես Ռուսաստանի ռազմավարական գործընկերոջը $100 միլիոն պարտք չներեց, ռազմավարական ամեն ինչ վերցրեց իր վերահսկողության տակ, ճիշտ է պահին, երբ աֆրիկյան պետություններին ինչ 100 միլիարդավոր այսպես նվիրեց։ Եվ արձանագրենք, որ օրինակ Միացյալ Նահանգները, որը Հայաստանի ռազմավարական գործընկերը չէ բնավ կամ դաշնակիցը չէ, օգոստոսի 8-ից հետո $145 միլիոն էին հատկացրել նաև այդ պայմանավորվածությունների տեխնիկական Եվ դա միայն նախնական մեկնարկային գումարներ։ Գիտեք, Ռուսաստանի Դաշնության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների տարբերությունը հիմնական որն է։ Եթե Ռուսաստանի Դաշնության խնդիրը տարածաշրջանում խրված մնալն է, այ տարածաշրջանի երկրները իր ազդեցության տակ պահելն է, Ամերիկայի Միացյալ Նահանգները խնդիր չի դնում իր ազդեցության տակ պահել։ Ամերիկայի Միացյալ Նահանգները գալիս է այստեղ խնդիր լուծելու, տարածաշրջանը ապա շրջափակելու։ Քայլերը արդեն իսկ դուք վկայաբերեցիք, արդեն իսկ արվում են։ Խաղաղությունը անշրջելի դարձնելու, այնպես անելով, որ այդ խաղաղությունը բոլորի համար կենսական անհրաժեշտություն լինի, որովհետև պատերազմը ձեռնտու չի, որովհետև պատերազմը որևէ խնդիր չես լուծում, ոչ քեզ համար, ոչ մյուսների դեմ։ Այդ դա է Ամերիկայի Միացյալ Նահանգների գործող նախագահ Դոնալդ Տրամփի օգոստոսի 8-ի Հայաստանի Հանրապետության հետ, Ադրբեջանի Հանրապետության հետ կնքված հուշագրերի բուն իմաստը, խաղաղությունը այլևս դառնում է անշրջելի եւ պատերազմը դառնում է աննպատակ, որովհետեւ ցանկացած պատերազմ, ցանկացած ագրեսիա ուղղվելու է հենց քո դեմ է ուղղվելու։ Ու սա մեր շանսն է։ Մենք պիտի այս շանսից կարճենք։ Այս շանսը մենք պիտի դարձնենք մեզ համար այն բումերանգը, որ եթե առաջին հաղթանակից հետո պարտությամբ ես վերադարձավ դեպի մեզ, այ հիմա հաղթանակով վերադառնա դեպի մեզ, ասում եմ, սա մեր շանսն է։ Եվ սկզբում հարցազրույցի սկզբում դուք հարցնում եք ինչ է կատարվում, ես ասեմ ինչ է կատարվում։ Այ Ռուսաստանը հենց դրանից է վախեցած։ Ռուսաստանը սարսափած է հենց դրանից, որ 2026-ին Հայաստանում հնարավոր չի լինի հեղաշրջում, պարզապես հնարավոր չի լինի։ Բոլոր ուժերը, բոլոր հնարավոր ուժերը, տեսեք քանի կուսակցություն է ձևավորվում, քանիսն են գնում ռեբրենդինգի, ինչ հայտարարություններ են անում, արդեն սկսել են բացահայտ խոսել, այո, մենք պետք է տարբեր կուսակցություններով մտնենք խորհրդարան, այնտեղ միավորվենք եւ դա կլինի փոքրամասնության իշխանություն, խորհրդարանական կառավարման մոդելը այդ հնարավորությունը տալիս է։ Այսինքն այդ ռևանշը ընդդիմության ինչ ասեմ, ուղեղներում շարունակում է բուրըն զարգացում ապրել, որովհետև մարդիկ ուզում են վերադարձնել իրենց կորցրած իշխանությունը։ Ինչու հարցի պատասխանը շատ հստակ է, որովհետև միայն այդ կերպ կարող են իրենք ինքնապահպանվել։ Ու թքած պետության վրա, ժողովրդի վրա, հայրենիքի վրա, թեպետ պետության ժողովրդի ու հայրենիքի անունից խոսելը հիմա դարձել է իրենց մենաշնորհը եւ ով վեր է կենում տեղից, սեփական անուն չունենալու պատճառով պարտադիր խոսում է ժողովրդի անունից, ազգի անունից, հանրության անունից, բոլորի անունից։ Մնացածը արդեն ինչ ասեմ, տեղական նշանակության իրադարձություններ են։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանն էր։
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը 2 ամսով կալանավորվել է, նա տեղափոխվել է կենտրոն քրեակատարողական հիմնարկ, իրավապահները նախորդային քննչական գործողություններ են իրականացրել Գյումրիի քաղաքապետարանում, քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն Վարդան Ղուկասյանը եւ եւս 7 հոգի, այդ թվում Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը ձերբակալվել են 4 միլիոն դրամ կաշառք պահանջել ստանալու համար։ Վարդան Ղուկասյանի խափանման միջոցի կալանավորման միջնորդությունը մակագրվել էր հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանին։ Երեկվանից մինչև լուսադեմ հակակոռուպցիոն դատարանը քննում էր Ղուկասյանին կալանավորելու միջնորդությունը։ Նախորդին Գյումրիի քաղաքապետարանի մոտից բերման է ենթարկվել 33 անձ, նրանք ձերբակալվել են։ Իսկ երեկվանից Facebook հարթակում այս թեմայով շատ ակտիվ գրառումներ անող ՔՊԱ-ականները այսօր թեման շարունակեցին խորհրդանի մեկնարկած քառօրյայում։ Եվ լսենք նրանց։ Ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին են ուզում խոսել երկու խմբակցություններ, որոնք ընդամենը 6 ամիս եւ արդեն 2 օր առաջ քաղաքապետ ընտրեցին այսինքն իրենց աջակցությամբ քաղաքապետ ընտրվեց Գյումրիում մի մարդ, որին պահանջվեց ընդամենը 6 ամիս 1 օր ըստ հակակոռուպցիոն կոմիտեի, որպեսզի ինքը կաշառք լափի եւ բռնվի։ Փայլուն կառավարչական ունակություններ ունեք դուք այս երկու խմբակցություններով։ Ու եթե ձեզ թվում է, որ դուք ուղղակի կողքից sense աջակցում եք, ըստ ձեր լեզվամտածողության քաղբանտարկյալ Վարդանիկին, դուք սխալվում եք, դուք ուղղակի չեք աջակցում, դուք ուղիղ քաղաքական պատասխանատվություն եք կրում ենթադրյալ կաշառլափության համար։ Դուք երկու խմբակցություններդ եւ ուժերը, որոնք ներկային ստեղ։ Ուրա Մարտուն Գրիգորյանը ուրա, ինքը ամենամեծ պատասխանատվությունն է կրում, որովհետեւ ինքը անձամբ էր մասնակցում Գյումրիի քաղաքապետի ընտրություններին, համայնքային ընտրություններին եւ ձայնը տվել է Վարդան Ղուկասյանին, որը ըստ հակակոռուպցիոն կոմիտեի 6 ամիս 1 օր հետո կաշառք է կերել կամ ուզեցել է ուտի եւ բռնվել է։ Հայաստան դաշինքը, ձեր Հայաստան դաշինքի նախկին անդամ ինչ էր, Անդրանիկ Թևանյանը, այս վերջերս էլ նոր անդամ Հայաստան դաշինքից միացավ Անդրանիկ Թևանյանի բանին, ինչ ասեմ, պրոքսի ուժին, երեք տեսա Գեղամ Մանուկյանն էր խրոխտ կերպով պաշտպանում ըստ հակակոռուպցիոն կոմիտեի կաշառակեր սրիկային։ Ու դուք եկել խոսում եք ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին, կառավարումը լիակատար ձախողել է Գյումրիում։ Մինչ Ռուբինյանը խորհրդանում փնտրում էր Մարտուն Գրիգորյանին, նա Facebook-ում արդեն անդրադարձել էր կատարվածին։ Ախր ասողին լսող էր պետք, նշել է նա մանրամասնելով, քարոզարշավի վերջին օրերից սկսած մանրամասն դրվագ առ դրվագ ասում էի եւ զգուշացնում, թե ԿՊ-ն գյումրեցիների դեմ ինչ սցենար է նախապատրաստում, թե խոցելի տեխնացուի դեպքում ինչպես են պատրաստվում քաղաքը տանել։ Ստիպված եմ մեջբերել ապրիլի 3-ին իմ կողմից արված եւ հանրության կողմից անչափ սպասված հայտարարությունից մի հատված, թե ինչ կլինի հետո եւ ինչպես կվարվեն տվյալ մարդու հետ, լավ հիշեք այսօրը, Գյումրին կտանեն Վանաձորի ճանապարհով, թե ոչ, տա Աստված, որ սխալված լինեմ, մեջբերման ավարտը։ Ապա հավելել է, այս պարագայում ափսոսում եմ, որ այս հարցում ես ճիշտ էի, դուք սխալվեցիք։ Խորհրդանում թեմային անդրադարձել է նաև ԿՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Գելի գործընկերներ, դուք ձեր քաղաքական ուժերը տոհմիկ կաշառակերության ջահակիրներն են, հասկանում եք։ Ես պատկերացնում եմ, էլի, օրինակ Վարդանիկը Ես պատկերացնում Վարդանիկը ինչքան է սպասել այդ օրվան, որ ինքը դառնա քաղաքապետ, ու ասի ես հələ բերեք տենամ ինչ կա չկա ստե։ Ու հասկանում եք Վարդանիկը ոնց որ ձեր անոնսն է, ձեր իշխանության հիմա մենք թիզերը կամ, հա, էլի Վարդանիկը, կարելի է նայել Վարդանիկին եւ տեսնել թե ինչ կլինի, եթե հանկարծ մի օր դուք իշխանության գաք։ Այսենց բան եք անելու, սենց բանը ձեր ախորժակները բացվելու է, որ ոնց եք դուք գալու հերթական անգամ անելու են, որ դուք ընդունակ եք։ Միակ բանը, որին դուք ընդունակ եք, դա է կաշառակերություն, ընդ որում շատ մանր, շատ ինտելեկտը չպահանջող, ընդ որում միշտ դա հիմնավորելով ինչ որ ազգային, այս բաները չէ, նախագիծներ էր ազգային կաշառակերություն չի դա։ Բա որ այդ կաշառակերությունն է բանը անում, ասում է եկեղեցուն պարտք եմ պիտի տամ։ Դուք հասկանում եք, դուք եկեղեցին դրել եք կաշառակերության զոհասեղանի վրա եւ ինչքան կարողացել եք եկեղեցին ու բոլոր սրբությունները ոտնատակ եք տվել։ Ու հիմա եկել խոսում եք արժանապատվությունից, ազգայինից եք խոսում։ Կարգալույծ է հռչակվել Տեր Արամ Քահանա Ասատրյանը։
ելույթներով եւ հայտարարություններով վարկաբեկել է հայ եկեղեցին, թեմակալ առաջնորդին, ծառայեկից եկեղեցականներին, հետ հարատևել, զարգացնել ներողություն, վերջին մեկ ամսվա ընթացքում պատարակներին կամայականորեն զեղչել է ամենայն հայոց կաթողիկոսի եւ թեմակալ առաջնորդի անունների հիշատականության հատվածը, երիցս համառել է ներկայանալ հանձնախմբի նիստերին, ասում են Մայրաթորից։ Իդեպ նշեմ, որ սրան արձագանքել է նաեւ Տեր Արամը, նշելով առավոտյան կարգապահական հանձնախմբին եմ ներկայացրել նամակ, որով պատրաստակամություն եմ հայտնել հանդիպելու եւ իմ նամակը ստանալուց հետո հրապարակվում է տնօրինության հայտնի որոշումը։ Երանի թե նույն արագությամբ պատասխանեին, թե ինչու հանձնախումբը նվազագույնը 2 տարի չի արձագանքել կաթողիկոսի կարգապահական խնդրահարույց ընթացքին։ Նաև Տեր Արամը կիրակի օրը բոլորին հրավիրում է Հովհաննավանք պատարագին, որը պնդում է, որ մատուցելու է ինքը։ Հիշեցնեմ, հանրայինի եթերում Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ Քահանա Ասատրյանը մասնավորապես հայտարարել էր. Թվականի գրեթե բոլոր ցույցերին ընդդիմության ես մասնակցել եմ, բայց ոչ իմ ցանկությամբ։ Բա Ֆերադասի հրահանգը եղել է, որ մանավանդ որ ես Երևանում եի ապրում, պետք է մասնակցեի բոլոր ցույցերին։ Դա այն դեպքում, որ ինձ վանքում սպասում են շատ մարդիկ, ովքեր որ Աստծո խոսքի կարիքն ու պակաս ունեին։ Ասենք ասեք չեմ գնում ցույցին, ինչ պետք է լիներ։ Խնդիրներ կլիներ։ Պետք է հստակ բացատրեի, թե ինչու չեմ գնում։ Ուրեմն քաղաքական այլ հայացքներ ունեմ, եթե չեմ գնում։ Այսինքն եկեղեցականը պետք է պարտադիր ընդդիմանադիր հայացքներ ունենա։ Ոչ թե պարտադիր պետք է ընդդիմադիր հայացքներ ունենա, այլ այդ պահի թելադրանքը վերևից այդպիսին էր։ Եվ դա նաև ինձ էր անհարմարություն պատճառում, որովհետև ֆիզիկական առումով շատ հոգնեցուցիչ էր եւ ես էլ դեմ էի, որ գնամ եւ որևէ քաղաքական շահ պաշտպանեմ, որովհետև իմ շահը մարդկանց փրկությունը։ Այնուհետև քննչական կոմիտեն վարույթ նախաձեռնեց իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության հաղորդման հիման վրա, որն առնչվում է Տեր Արամի հայտարարություններին, ու հոկտեմբերի 15-ին վաղ առավոտից քննչական կոմիտեն ԱԱԾ-ի ուղեկցությամբ խուզարկություններ իրականացրեց Արագածոտնի թեմի մի շարք հոգևորականների տներում, ինչպես նաև հենց թեմի առաջնորդարանում։ Հայտնաբերվեցին դրամ, եվրո, դոլար, ռուբլի արժույթներով կապոցներ, դիվանագիտական անձնագրեր, ոսկե արծաթյա զարդեր, ձուլակտորներ, տարբեր կազմակերպությունների բենզինի կտրոններ եւ այլն։ Երեք անց այդ թվում թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը, ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի քրոջ որդին ձերբակալվեցին։ Եվ այժմ զրուցելու եմ Գյումրիի ժուրնալիստների ասպարեզ ակումբի համակարգող Լևոն Բարսեղյանի հետ։ Ողջույն պարոն Բարսեղյան, շնորհակալություն միանալու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ։ Պարոն Բարսեղյան, սկսենք Գյումրիից, այն, որ Վարդան Ղուկասյանը խնդրահարույթ մեղմ ասած կերպար էր, դրա մասին դուք շատ եք խոսել հա մեր եթերում։ Ընդհանուր գործողությունները ես կխնդրեմ, որպեսզի գնահատեք, նաև դուք իրավապաշտպան գործունեությամբ եք զբաղվում։ Հիմա շատ են քննադատում իրավապահների գործողությունները, ասում են, որ նրանց այդ ռեպրեսիվ վարքը պայմանավորված է նրանով, որ այդտեղ չկա իրավական որևէ process, դա քաղաքական պատվեր է, հետևաբար դրա արդյունքն է ռեպրեսիան է։ Շնորհակալություն։ Ես եղավ 10 քանի տարի միշտ ճշտում եմ, որ ես իրավապաշտպան չեմ։ Այո, չէ։ Շատ կոնկրետ օրենքների իմպլեմենտացիայով զբաղվում եմ, բայց ես իրավապաշտպան չեմ այն ընկալմամբ, ինչ իմաստով օգտագործում են ներողություն այս դիտարկման համար։ Երեկվա պատմությունը, ճիշտ ասած տեղեկությունները այնքան հարուստ չեն, որպեսզի կարողանամ ես որակյալ կամ վերջնական դատողություններ անել եւ շատ-շատերի պես ինչ որ բան գիտենք, ինչ որ բան չգիտենք, քաղաքական ուժերի դիրքորոշումները հստակ պայմանավորված են իրենց քաղաքական նպատակներով։ Հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարությունը ահագին բան բացատրում է, բայց դա դատարանի վճիռ չէ եւ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չէ, մի խոսքով։ Հա, ցայնագրությունները լսել եմ այնպես, ինչպես լսել են բոլորը, եւ երեկվա հետ կապված մի երկու նկատառում ունեմ։ Այն հանգամանքը, որ Ղուկասյան Վարդանը համարում է, թե ինքը մեղքը չի ընդունում, սա հասկանալի է եւ բնական է, եւ իր պատրաստակամությունը իր ոտով գնալ իրավապահների հետ, իրավապահների մոտ, պիտի հուշեր իրեն նաեւ հավաքված ժողովրդին կոչ անել գնալ իրենց գործին։ Ավելին, պիտի կոչ չարվեր համայնքապետարանից գալ հավաքվել համայնքապետարանի մոտ, եթե ինքը համարում է, որ ինքը մեղք չունի եւ հնարավոր մեղադրանքները անարդար են։
Այնինչ տեղի ունեցավ փաստորեն դրսում հակառակը, ինչը վերաճեց բախումների իրավապահների հետ։ Իրավապահները որոշ դրվագներում անցան համաչափ ուժի կիրառման սահմանները, որոշ կադրերում երևում է, թե ինչպես մարմնեղ կարմիր բերետավորը խփում է, երևի էլի կան այդպիսի կադրեր, իմ տեսածը դա էր, ինչ որ մեկին, որը իրեն զայրացրել էր, չգիտեմ, գուցե եւ խփել էր, ամեն ինչին պիտի լինի օրենքի սահմաններում հստակ ձևակերպված ազդեցություն։ Իսկ խփելը ինչ որ մեկին, ցուցարարին, բողոքողին, հայոյողին օրենքով սահմանված չէ, եթե կա իրավախախտում, պիտի լինի պատշաճ հետապնդում։ Չէր լինի այդ ամբողջ այդ բախումը, առավել եւս համայնքային կոմունալ տնտեսության մեքենաների հրապարակ բերելը, կանչելը, որ նրանք կան հրապարակ փակեն, դե բացականչությունների մեջ դուք դա լսում եք, հա, որպես Վարդան Ղուկասյանի պաշտպանության միջոց, դա սխալ բան է։ Առավել եւս շեշտում եմ, եթե մարդը համարում է, որ ինքը անմեղ է եւ պատրաստական է գնալ իրավապահների հետ, առավել եւս վերջի կադրերը տեսել եք, երբ ինքը նույնիսկ վազելով է գնում այդ ուղղությամբ, ոչ թե իրեն զորով տանում են, այսինքն ինքը իսկապես պատրաստական էր գնալ, մտածելու բան չկա եւ այլն, շատ ճիշտ կլիներ, որ ինքը հորդորեր, որ որևէ կերպ, որևէ մեկը չկա, չխոչընդոտի իրավապահների գործողությունը, դրանից բխած բոլոր անտուր հետևանքներով։ Ձայնագրությունը գտնվեցին մարդիկ, որոնք որակեցին, որ դա արհեստական բանականության ուրեմն սարկացման է, ես պիտի ասեմ, որ ես չեմ հավատում, թե իրավապահները, քննչական կոմիտեն կամ հակակոռուպցիոն կոմիտեն պիտի ձայնագրություններ մոգոնի եւ այդ ձայնագրություններով միայն նման քրեական հետապնդում իրականացնի, առավել եւս ձերբակալի 8 հոգու, չհաշված են 33 հոգուն, որոնց ձերբակալությունը կամ բերման ենթարկելը կապ ունի ձեր ասած հրապարակում տեղի ունեցած որոշ անկարգությունների հետ։ Միամիտ պիտի լինել համարելու համար, թե 2-3 ձայնագրությունն է ընդամենը հիմք, որ կամ 10 ձայնագրությունն է հիմք նման մեղադրանք ներկայացնելու եւ 8 հոգու ձերբակալելու համար։ Ես կարծում եմ, համոզված եմ, պիտի ունենա նման իրավապահ մարմինը նման գործողություն ձեռնարկելու համար, դրանից բխած բոլոր քաղաքական եւ այլեւայլ արձագանքներով։ Եվ ենթադրում եմ, որ առաջիկայում քննության կամ առավել եւս դատաքննության ընթացքում դատարանում պիտի տեսնենք, որքանով է լուրջ այս տեսակ մեղադրանքը, ինչի հիման վրա 3 տեղի ունեցավ այդպիսի ձերբակալություն։ 3 ինձ արդեն հարցրել են, թե հնարավոր չէր ծանուցագրով հրավիրել բան, ճիշտն ասած նման դեպքերում մոռանանք, էլի վերանանք Ղուկասյան Վարդանն է, թե Պողոսն է, Պետրոսն է, նման դեպքերում իրավապահ համակարգն է ինքն է որոշում, թե ինչպես իրականացնի ձերբակալելու եւ բերման ենթարկելու գործողություն, գուցե ծանուցագրով, իսկ դա նշանակում է, որ ծանուցագիրը ստանալուց հետո մարդը հասկանում է կամ չի հասկանում, կռահում է կամ չի կռահում, եթե անմեղ է, ընդհանրապես խնդրեմ չունի, ելնում գնում է, եթե հանկարծ ենթադրենք, հա, մեղավոր է, ինքը պիտի որոշ նախապատրաստական աշխատանքներ տանի մինչև ներկայանա իրավապահներին։ Որոշ դեպքերում այո, իսկապես տեղի է ունենում նման ձերբակալություն, ինչը մեթոդի տեսանկյունից, ինչքան ես գիտեմ, օրինական է։ Գաղտնալսումների հետ կապված, ինչքան ես գիտեմ, դատարանի որոշմամբ են դրանք տեղի ունենում, որտեղ էլ որ լինեն, եւ եթե առանց դրա է արվել, իհարկե հանցագործություն է։ Այս դեպքում ես ենթադրում եմ, որ օրինական են ստացել իրավապահները ձայնագրություններ, օպերատիվ հետախուզական եւ հարակից գործողություններ իրականացնելու համար։ Իսկ հանրային գնահատականի տեսանկյունից բան է, հիմնականում երկու խոշոր տեսակետ կա, որը թափառում է արդեն 1 օր եղավ։ Մեկը այն է, որ այո, սպասելի էր, պիտի աներ, պիտի որ աներ, եկել էր որ աներ, հաստատ արած կլինի, այս է, որը համահունչ է հակակոռուպցիոն կոմիտեի եւ այսօր պատգամավորների 3 պատգամավորների այս թեմայով բոլոր արտահայտություններին։ Մյուս խումբը նրանք են, ովքեր ոչ թե խոսում են այն մասին, որ հազիվ թե արած լինի, ինքը այդ մարդը չէր, ինքը չէր կարող,
եւ այլն, հազիվ թե այլ խոսում են այն մասին, որ մեր մարդն է, մեր քաղաքապետն է, հա, քաղաքը շենացրել է, շենացնում է, ինչ եք ուզում, կյանքերը իրապես այս տրամաբանության մեջ է, էլի, պաշտպանների խումբ եւ իհարկե իշխանությունների, պետական իշխանությունների, գործողությունների պաշտպանների խումբ։ Ահա այսպես, ես իմ անձնական կարծիքը չասեմ, որտեղ շատ միամիտ բան է, հա, նման իրավիճակում ընդհանրապես ես հավատում եմ մեղադրանքին, ես չեմ հավատում մեղադրանքին, բայց իրավունք ունենք որպես մարդիկ, քաղաքացիներ, գոնե որոշ վերլուծություններ անել եւ ասել, էլի, թե եթե նման բան է եղել, եթե նման այդ տեքստերը եթե իրենն են, հա, անկախ քրեական գործից էլի, հա, դա մեծ խայտարակություն է։ Եթե այդպես է, եթե չէ, ուրեմն շատ մեծ խայտարակություն է իշխանությունների արածը։ Մոտավորապես այսպես։ Բայց մենք տեսանք նաև, որ նույն օրինակ նրան աջակցող, հա, փոխքաղաքապետ եւ այլն կամ տարբեր ընդդիմադիր շրջանակներ, հիմնականում այստեղ ինչպես եւ նախորդ այլ քրեական այս վարույթների կամ իրավական process-ների մասին, պարոն Բարսեղյան, ոչ մեկ չի քննարկում ենթադրյալ հնարավոր հանցագործության հարցը։ Բոլոր քննարկում են, այս մարդիկ, չգիտեմ, հայրենասեր են, դրա համար են սենց կտանքների ենթարկվում են, մեր ձևովից ինչ-որ մեկին էլ են ձերբակալել, այսօր հայտարարություն են տարածել, որ նա հայրենասեր է և նա ձերբակալությունը դրա համար է տեղի ունեցել։ Այսինքն, չեմ հասկանում, այս տրամաբանության և ուղեղների բռնաբարությունը ընդդիմադիրները դեռ որքան են շարունակելու և որքան են ակնկալու, որ դրանից ինչ-որ էֆեկտ են ստանալու։ Ես այս խնդիրը, ընդհանրապես բևեռացման խնդիրը շատ խորն եմ տեսնում, մի քանի անգամ առիթ ունեցել եմ արտահայտվելու սրա հետ կապված, բայց պիտի շեշտեմ, քանի դեռ խնդիրը չի լուծվել։ Սա հետգաղութային սինդրոմի մեջ եմ ես տեսնում։ Ես համարում եմ, որ շատ երկար ժամանակ հայաստանյան հասարակությունը հարյուրավոր տարիներ սովետից հետո ընկած անկախացման հնարավոր տարիներ եւ այլն շատերի ընկալումների մոտեցումների մեջ դժբախտաբար նստած է այդ այսպես ասած նեոբոլշևիկյան մոտեցումը, սև ու սպիտակի մոտեցումը, կամ այս կողմ կամ այն կողմ եւ այլն, բողոքի քվեի հսկայական ծավալը, ինչպիսին ուներ Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակին իր տեմ բողոքի քվե կապ չունի ինչ առիթ էր, անպայման իր դեմ բողոքողների մի հսկայական զանգված, նույնը Քոչարյանի ժամանակ, Սերժ Սարգսյանի ժամանակ եւ իհարկե հիմա Նիկոլ Փաշինյանի ժամանակ եւ սա դեռ երկար տևելու է։ Ոչ թե պարզապես ասենք համամիտ չեմ հետդ կամ ես համախոհ եմ, քեզ ընդդիմադիր, այլ ես քանի որ քեզ տանել չեմ կարող իշխանություն, ատելի իշխանություն, որտեղ ով ինչ ընդդիմություն եղավ քեզ ես իրենց հետ եմ մոտավորապես այս տրամաբանության մեջ եմ նկատում ես այսպիսի բևեռացումը հա անտարբերների մասին չխոսենք էլի որ թկած ունեն պատրաստվում են արտագաղթել զահլա չկա առողջությունը ավելի թանկ է կյանքը թանկ է բերեք չխորանանք թողնենք այդ խումբը հա երրորդ խումբ համարենք մի խումբը հենց իշխողների իշխանություն ունեցողների եւ նրանց աջակիցների խումբն է մյուս խումբը որոնք ամեն դեպքում բոլոր հնարավոր առիթների ժամանակ ելնում են իշխանությունների դեմ, դա էլ է իրավունք, սխալ չհասկացվի։ Իրավունք ունեն մարդիկ ընդվզելու, փողոքելու եւ այլն եւ այլն։ Ուրիշ բան թե այդ process-ները որքան են մանիպուլատիվ, որքան են կեղծավոր, որքանով փաստերը իրենց տեղում չեն, այլ ընդհանրապես հենց ռոպագանդիստական զոհի վիճակում են գտնվում շատ-շատերը։ Ու դա արտահայտվում է ամենատարբեր դրսևորումներով, հետո գնալու է հասնելու է ընտրություններին, բողոքի քվե, կոչված քվեով։ Հա, ասենք ավելի շատ քվեարկել իշխող քաղաքական ուժի դեմ գաղափարի հանուն, քան թե ինչ ուժի դեմ, ընդդիմադիր ուժի, այսինչ ընդդիմադիր ուժի դեմ, այնպես որ ներկայացնել այս մանիպուլատիվ բաները թե այսինչ պաշտոնյան, որը հայրենասեր էր, եկեղեցասեր էր, քրիստոնյա էր, դո ես իմ հազարումի ինքնիշխանության կողմնակից էր, սերեն էր, հալածում են այս խեղճ մարդուն, բան առանց նայելու խորքերը թե լավ, իսկ ներողություն, փաստեր կան դրա հետ կապված։
կամ այն մանիպուլատիվ մեկնաբանությունը, թե իշխանությունը հալածում է ընդդիմադիրների եւ ԿՊ-ականների խաթրին չի կպնում, ինչը իհարկե սուտ է։ Այս իշխանությունը իր ներկայացուցիչների կամ իր պաշտոնյաների նկատմամբ այն ծավալի հետաքննություններ է արել, մեղադրանքներ է ներկայացրել եւ նույնիսկ դատավճիռներ, ինչպիսիք չեն եղել ուրեմն նախկին որևէ իշխանության ժամանակ յուրայինների նկատմամբ։ Այդպես է։ Մանիպուլյացիան թե բան է, վայ, հոգևորական է իրեն չարժե կպնել բան, չպիտի կպնել, ինքը սուրբ մարդ է բան, ներողություն, բացարձակ հիմարություն է։ Եթե որևէ մեկը ուրեմն կասկածվում է օրենքով, օրինական կասկածի մասին է խոսքը, պիտի հետապնդվի, եթե որևէ մեկը կաշառակեր է, այս դեպքի մասին չեմ խոսում, ընդհանրապես, ինչու պիտի չհետապնդվի, ինչ կապ ունի ինքը իշխանավորների Հա, օքեյ, ես այդ հայրենասերի սինդրոմին ուրիշ անուն եմ տալիս, ասում եմ կոմֆորտի զոնա, շատ կոպիտ ձևակերպում է, բայց ավելի փափուկ անուն եմ տալիս, ասում եմ տաք անկյուններում հայտնվածները։ Դա հետևյալն է։ Երբ մարդը սկսում է խոսել կոնկրետ մի քանի թեմաներից, ես այդ թեմաները դուրս եմ բերում էլի, հա, հայրենիքն է, ծնողն է, Մասիսն է, Արարատն է, Ծովիծովն է, եկեղեցին է, հայ առաքելականությունն է, Գրիգոր Լուսավորիչ եւ այլն եւ այլն։ Եթե այս թեմաներից է խոսում, ահագին մարդու միտք սկսում է շաղվել։ Այս ինչ ճիգարով մարդ է, հələ տեսեք 3 հատ մատուռ է սարքել, հələ տեսեք 4 հատ եկեղեցի է սարքել, հələ տեսեք խաչեր է բաժանում երեխաները վզերը գցեն, հələ տես հայրենիքի մասին ինչ լավ, հələ տես ինչ լավ է երգում եւ այլն, տակ անգյուններ, էլի առանց խորանալու թե ընկեր դու քո այս ժամանակներում արած փաստացի ապացուցված հանցանքները, զանցանքները, ապա բարոյական, անբարոյական գործողությունների մոռացել ես, հա օքեյ, դու իրավունք ունես հայրենիքը սիրել եւ գովալ, ով է կասկածի տակ առնում դա էլի, բայց հանրային ընկալումների մեջ շատ հաճախ ուրեմն այդ տակ անկյուններում պատսպարված անձինք կարողանում են հաջողում են այնպես անել, որ իրենց անցյալը մարմանդ փափուկ կերպով մոռացության գիրկն են հետվում, հա, ու կոպիտ օրինակ բերեմ էլի, ենթադրենք մեկը 2 անգամ մարդասպանության համար նստել ելել է, հա, մեկ էլ խոսում է բանը ընտանեկան արժեքների մասին, կամ Շիրազից ասմունքում է մորը նվիրված բանաստեղծությունից մի երկուսը ինչ-որ մի քեֆի ժամանակ, հա, են տվել, կամ թամադա չեն տվել, հա, ինքը ելնում է ասում, տես ինչ ճիգարով տղայր էլի, հա, սրանք շատ լուրջ սոցիալական խնդիրներ են, գուցե ազգագրագետները, մարդաբանները վերլուծելու բան ունեն այս պրիմիտիվ պոպուլիզմը քանդելու, արևին փռելու համար, որպեսզի բոլորին հետսետե ավելի շատ հասկանալի ու պարզ լինի, թե այդ ճենջոտ խոսքերով սկողելու մոդելը, որը երկար ժամանակ աշխատել է, դեռ ինչքան է աշխատելու։ Դեռ ինչքան կարելի է ասենք մի աման ճաշ վերցրած կամ մի կապոտ ցախ վերցրած կամ 2 պուխանքա կներեք հաց ստացած մարդուն ստիպելու այդ այսպես կոչված նվիրատուին, որը խորքում հանցագործ է, թալանել, իրանց է թալանել, հենց որ բերել կերակրել է։ Ինչքան ժամանակ են դեռ իրենց ճղելով պաշտպանելու այս կամ այն նախկին կամ գործող պաշտոնյային, հա։ Սրանք եկեղեցին հոգևորական, հոգևոր տասին չկպնեն, չի չկպնեն, որ մեղավոր է կամ կասկածյալ է, չպիտի կպնեն։ Հա, այս ամբողջ պատմության մեջ ամենատխուր դրվագը իհարկե նաև այն է, որ պետական իշխանությունը դժբախտաբար իրավապահ համակարգը, տատաիրավական համակարգը չմաքրագործեց։ Եվ լիքը մարդու մոտ միշտ կասկածներ են մնալու այս օրինակ գործերի դեպքում, թե հա էլի այ մարդ թե բան է էլի Էդեն դատախազը չէր, որ 15 տարի ես ինչ վատ բաներներ անում կդալով էլի, հա, կամ էդեն դատավորը չէր, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի դեմ վճիռների մեղավոր է ու հիմի դատավոր է աշխատում, էլի։ Հասկանում եք, այս մաքրագործումը, եթե պետական իշխանությունը իրականացրած լիներ, անհամեմատ փոքր կլինեին այն մարդկանց թիվը, ովքեր կելնեին համանման դեպքերում կասեին, քաղաքական հետապնդում է տեղի ունենում, իշխանությունը հարձակվել է եկեղեցու վրա, դո չգիտեմ ինչ։ Այդպես չէ, իշխանությունը եկեղեցու վրա չի հարձակվել, ոչ էլ կարողանալու է ընդհանրապես հարձակվել, ուժը չի պատի որևէ մեկին այս տեսակ եկեղեցու վրա հարձակվել։ Ուրիշ բան, եթե եկեղեցի ասելիս ոմանք հասկանում են կաթողիկոս, հա, նույն բանն են դրանք, կամ թեմակալ առաջնորդ, դա եկեղեցին է,
եւ այլն։ Հա, այնպես որ դեռ պիտի պատրաստ լինել, որ ինչ-ինչ քաղաքական ուժեր, որոնք քաղաքական հաշվարկներ ունեին Գյումրու մոդելը կրկնելու ազգային ժողովի ընտրություններում կամ վաղ շաբաթի գալիք ընտրություններում նոյեմբերի 16-ի կամ ընդհանրապես իշխանության վերադառնալու խաթեր, հա, նրանք իհարկե շատ բողոքելու են ցանկացած բանից։ Եղանակի տեսությունից են բողոքելու, ցորենի բերքից են բողոքելու, իրավունք ունեն, սխալ չհասկացվի։ Պիտի արտահայտվեն բոլորը, լավ կլինի, որ բոլորը արտահայտվեն, դեռ 1-2 ուժ ոնց որ թե երեկվա դեպքերի հետ կապված հայտարարություն չի տարածել։ Անհամբեր սպասում ենք, անհամբեր ինչպես ասում են, որպեսզի ամեն բան տեղն ընկնի, ամեն մարդ իր դիրքը այդ շախմատի տախտակի վրա քաղաքականություն կոչված կամ մի քիչ ավելի ընդհանրացակ էլի, վերջը քաղաքականություն կոչված խաղատախտակի վրա տեսնենք, թե այս մարդիկ մնում են նույն դիրքում, թե ոչ։ Հա, եւ ժողովուրդը կորոշի, բարեբախտաբար կա ահագին մեծ բազմակարծություն մեր երկրում լրատվամիջոցներով, առերես խոսակցություններով, բաներով կգա իսկության պահը, վճռական պահը կգա, դա ընտրություններն են սովորաբար էլի։ Հա, եւ թող արտահայտվեն, թող վիճեն, բանավիճեն, չվիճեն, ինչ ուզում են, թող լռեն, աղոթեն, անիծեն, ինչ ուզում են անեն, բոլորը։ Հա, եւ վերջ մարդիկ որոշեն, թե հավաքական ինտելեկտն է մնում, էլի, թե ժողովրդավարության հիմնական արժեքը դա է, իդեալականը չէ, ցավոք, որտեղ մեջը լիքը ապականություն է տեղի ունենում ռոպագանդայի ու բանի միջոցով, սև փողերով, ապօրինի գույքով, բայց ինչ որ է, սրանից ավելին առայժմ չունենք, կարող էինք ունենալ, եթե իշխանությունը կամենար, իշխանությունը չկամեցավ դժբախտաբար եւ դրա համար այս տեսակ ձերբակալություններին հաջորդում է հասարակության ինչ որ շերտի կասկածամտությունը, որոնք նույնիսկ եթե չեն հարում այդ ձերբակալվածի կամ նրան աջակցած քաղաքական ուժերին։ Այս էլ կա։ Շնորհակալ եմ, պարոն Բարսեղյան։ Շնորհակալություն։ Զրուցակիցս Գյումրիի ժուրնալիստների ասպարեզակումբի համակարգող Լևոն Բարսեղյանն էր։ Ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք Առաջինի հետ։ Ջերուսման սեզոնին ընթരാճ մեծ ակցիա իդեալ համակարգում։ Իդեալ համակարգը ներկայացնում է նոր խնայողության բանաձև։ Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների հավասար է 0% տոկոսադրույք։ Այսինքն ձեռք բերելով Ջերուսման ամբողջական խնայող համակարգ մատչելի գնով ստանում եք 100,000 դրամի սերտիֆիկատ իդեալ համակարգի կողմից։ Իսկ վճարումը կարող եք կատարել ապառիկ 18 ամիս առանց որևէ տոկոս վճարելու։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ 28 տարի դեպի կատարելություն։ Նախադեպը չունեցող Սանկերամիկայի ակցիա իդեալ համակարգում։ Գնեք Սանկերամիկա կամ լոգասենյակի կահույք եւ ստացեք նույն գումարի չափով ծորակն ընդամենը 1 դրամով։ Ընտրեք ծորակների ավելի քան 1200 արկա տեսականուց ձեր նախընտրածը վճարելով ընդամենը 1 դրամ։ Ապառիկը տեղում 18 ամիս 0% տոկոսադրույքով։ Շվեյցարական Laufen, գերմանական Hansgrohe, իսպանական Gala, լեհական Deante եւ իտալական Dolomite ապրանքանիշերի որակյալ երկարակյաց ու անկրկնելի տեսականին ձեզ է սպասում իդեալ համակարգի խանութ սրահներում։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ 28 տարի դեպի կատարելություն։